Ռեֆորում 2026 աշխատարանի սիրելի մասնակիցներ, մեկնարկում է մեր հերթական բանախոսությունը, այսօրվա մեր հյուրը դեմ են բոլորին կուսակցության պատգամավորության թեկնածու Սպարտակ Գյուրեղյանն է և ինչպես գիտեք նաև ունենք անակնկալ հյուր և շուտով անակնկալ հյուրը նույնպես կմիանա մեզ։ Սիրելի մասնակիցներ, խնդրում եմ պահել մեր կանոնները, ոնց որ մենք նախապես պայմանավորվել էինք։ Հիմա ես կբացեմ հարցերի գրանցման հարթակը, կարող եք արդեն գրանցվել։ Պարոն Գյուրեղյան, նաև բացման խոսք որպես ձեզ հնարավորություն տալով, կխնդրեմ ներկայացնեք դեմ են բոլորին կուսակցության օրակարգը, ինչով եք դուք գնում 2026 թվականի պարլամենտական ընտրություններին և ինչու պետք է ընտրել հենց ձեզ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն, որ հրավիրել եք։ Ես շատ կարճ կլինեմ։ Բոլորին դեմ եմ նախ կուսակցության անունը, ոչ թե դեմ եմ բոլորին, հա։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը մենք փաստացի այս տարի ենք ստեղծել ու իր հիմնադրումը իրականացվել է շարժման կողմից։ Մենք այն քաղաքացիներն ենք, ովքեր որ այս ընթացքում շատ ժամանակ զզվելով իրավիճակից չենք մասնակցել ընտրությունների, կան մեր մեջ մարդիկ, ովքեր գնացել են ընտրությունների, ընտրել են ինչ-որ ուժերի, որոնք չեն անցել ազգային ժողով ու դրանից են եւս հիասթափվել, այդ ամեն ինչի հիման վրա մենք սկսեցինք բոլորին դեմ եմ։ Ուրեմն ես կարծում եմ, հաշվի առնելով, որ երիտասարդական ֆորումի ենք եկել, բոլորին դեմ եմ այն եզակի կուսակցություններից է, որ ոչ թե մենակ երիտասարդներին է այնպես արել, որ քաղաքականության կողմ նայեն, այլ նույնիսկ նրանցից ավելի փոքրերին, ու այն ինչ որ մենք իրականացրել ենք, թեև կողքից կարա, այսպես ասած, ուրախալի կամ ինչ-որ անլուրջ թվա, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ մենք շատ լուրջ ենք տրամադրված, այդ ձեր հարցերը երբ որ կտակ, նաև կփորձեմ պարզաբանել։ Նայեք, մենք այն փոփոխությունները, ինչ որ մենք ենք առաջարկում, դրանք վերաբերվում են հիմնականում համակարգային փոփոխություններին։ Մենք 2018 թվականին տեսել ենք, որ տեղի ունեցավ հեղափոխություն, բայց որի արդյունքում համակարգային փոփոխություններ իրականում տեղի չունեցան, փոփոխությունը եղավ փաստացի զուտ մարդափոխություն, ինչը բերեց նրան, որ նաև առաջացվել է մեր նման կուսակցություն ու մեր նման լիքը մարդ կա։ Դուք եթե նայեք պայմանական հարցումները, որ արվում են ընտրություններից առաջ, համարյա բոլոր հարցումներում մարդկանց 30-ից 40%-ը բոլորին դեմ է։ Դա մեր կուսակցության քվեարկողները չեն, մենք այտենց պնդում չենք անում, բայց դրանք մարդիկ են, ովքեր որ զզված ամեն ինչից չեն ուզում գնալ ընտրությունների։ Մենք կարծում եմ երիտասարդների համար ամենակարևոր առաջարկներից մեկն ենք արել, այդ այն է, որ մենք նախատեսում ենք անցողիկ շեմը իջեցնել 1%, ինչի դեպքում շատ երիտասարդներ նույնիսկ եթե իրար հետ հավաքվեն, պայմանական սկսեն իրենց կուսակցությունը թեկուզ փոքր տարիքում, հնարավոր կլինի ազգային ժողովում գոնե ունենալ 1-2 ձայն, որը առավոտից իրիկուն կզբաղվի երիտասարդների խնդիրներով։ Ես չեմ ասում, որ դա պարտադիր է, որ հենց այդպես լինի, բայց այն փոփոխությունները, որ մենք ենք առաջարկում, դրա հետևանքով մենք կունենանք ազգային ժողով, որտեղ բևեռացված չի լինի, անընդհատ պայքարը ներկա նախկինի միջև չի լինի, արևմուտքի կամ Ռուսաստանի միջև չի լինի, կլինեն նոր մտքեր ու դուք եւս այսպես ասած այնտեղ կարաք ունենաք ձեր ներկայացուցիչները ազդելով այդ ընտրությունների վրա ուղղակիորեն, որովհետեւ իմ կարծիքով քաղաքական ուժերը մինչեւ հիմա այնպես են աշխատում, մեր ակցիաներում էլ դուք դա կարող եք տեսնել, թե ցեղ շպրտեցություն են անում, թե ջուր են ծեծում, թե մուկ են տշում, թե այսօրվա պես բոճկա են գլորում, այնպիսի բաներ են անում, որ երիտասարդները ուղղակի չուզենան այդ ամեն ինչի մաս կազմել։ Իսկ այն փոփոխությունները, որ մենք կիրականացնենք, դրանից հետո այդ ամեն ինչի մաս դառնալը, այդ ամեն ինչը անելը բավականին ավելի դժվարանալու է ու դուք հնարավորություն եք ունենալու ձեր ձայնը այնտեղ ռեալ արտահայտել, որովհետև կարևոր բաներից մեկը ոչ միայն այն է, որ դուք հայտնվեք ազգային ժողովում, այլ նաև այն, որ ձեր նմանին, ձեր տեսակին ներկայացնող մարդիկ հայտնվեն ազգային ժողովում։ Ես հենց ինչ-որ կարճ բան ասեմ, շատ ձեզ բան չանեմ, հարցերին արդեն կպատասխանեմ։ Շնորհակալություն։
Ուրեմն առաջի հարցի համար Մանե Հեպոյան. Շնորհակալություն հնարավորության համար Մանե Հեպոյան, Երևանի Պետական Համալսարան։ Պարոն Գյուրեղյան, ձեր կուսակցության անունը բոլորին դեմեմ է եւ վերջերս տպավորություն է, որ ձեր կուսակցության որոշ տեխնացուներ այդ սկզբունքը որոշել են ձեր հանդեպ կիրառել կամ ձեր կուսակցության։ Ձեր 87 տեխնացուներից 50-ի ինքնաբացարկը կարծում եմ ինչ որ ցույց է տալիս, որ թիմում ինչ որ խնդիրներ ամեն դեպքում առկա են։ Ինձ հետաքրքիր է թե ինչով է սա պայմանավորված եւ հետաքրքիր է թե այսքանից հետո քաղաքացիները ինչպես կարող են իրենց ձայնը վստահել ձեզ, եթե անգամ թիմը միջև ընտրություններ չկարողացավ կայուն իր սկզբնական ցուցակով մնալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում լավ հարց եք տալիս։ Եկեք բացատրեմ մեր օրակարգը ու ոնց որ այդտեղ արդեն բարձ կլինի պատասխանը։ Մեր օրակարգը ուներ երկու կտոր։ Առաջի կտորենը հաջողելու դեպքում մենք ինչ ենք անում, իսկ հաջողելու դեպքում մենք ասել ենք, որ չենք հավակնում 5 տարի լինել իշխանության, այլ պետք է կատարել մեր համակարգային 3 փոփոխությունները, ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, իջեցնել շեմը 1% ու չեղարկել կայուն մեծամասնությունը։ 100 օր հետո հրաժարականը տալիս վարչապետը անցկացվում են նոր արտահերթ ընտրություններ, որին մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցում։ Այս մեր օրակարգն է։ Սա մեր հաջողելու դեպքն է։ Մենք այնքան հմուտ ու պլանավորող ենք գտնվել, որ նաև անհաջողության դեպքն ենք նկարագրել, պայմանական եթե մենք անցնում ենք ազգային ժողով, բայց չի ստացվում մեր օրակարգը իրականացնել։ Մեր ուժը ներկայացնում է բոլորին դեմ եմ քաղաքացիներին, որոնք որ եկել են մեզ ընտրել են, ոչ թե նրա համար, որ ես օրինակ արտաքին քաղաքականության հետ կապված ինչ որ մտքեր եմ իրանց ասել, այլ ես միայն իրանց ասել եմ, որ այս համակարգը պետք է փոխենք ու վсё։ Այն դեպքում, երբ որ այդպես է լինում, պայմանական ինչ որ ուժ 50% ավել ունի ու մենք չենք կարողանում մեր օրակարգը անել, մենք հայտարարել ենք, որ մենք մեր մանդատները վայր ենք դնելու։ Երբ որ նման բան ես հայտարարում, տրամաբանական է, որ նախապես այդ ամբողջ ընտրական օրենսգիրքը բանը պետք է ուսումնասիրած լինի, ինչը մենք արել էինք։ Մանդատների վայր դրման process-ը, որպեսզի պատկերացնեք, ինքը տևելու էր մոտավորապես մի 6-7 ամիս, այսինքն մի 6-7 ամիս մենք պետք է վայր դնեինք, որտեվ ասենք առաջի 5 հոգին վայր են դնում, հետո այն մյուս 5 հոգին պետք է դնեն, այնտեղ 2 շաբաթը մեկ են դիմումը տալիս, մինչև այդ դիմումին արձագանքում են եւ այլն եւ այլն։ Դառնում էր այնպես, որ մի 6-7 ամիս բոլորին դեմ եմ կուսակցությունը սաղորը այնտեղ մանդատ դնելու գործով էր զբաղված լինելու, ինչը մեր կարծիքով որևէ օգուտ չէր տալիս։ Ու մենք ի սկզբանե գնացել ենք այն պլանով, ուսումնասիրել ենք ընտրական օրենսգիրքը, որը շատ ուժեր ենթադրում եմ չեն արել։ Ուսումնասիրությունը ինչ ցույց տվեց, որ դու եթե որպես կուսակցություն գրանցվում ես, պարտադիր պետք է 80 հոգանոց ցուցակ ունենաս։ Բայց երբ որ ԿՀ-ն քեզ գրանցում է, հաջորդ օրվանից դու կարաս քո ցուցակը խոշորաշով նույնիսկ ամբողջովին դատարկես։ Մենք ընդհանրապես ինչ ենք արել, այդ 50 հոգին որ դուրս են եկել, դա ոչ թե նրա քայլն է, որ իրանք դուրս են եկել, որովհետև մեր հետ չեն, այդ բոլոր մարդիկ մեր հետ են։ Այդ նրա մասին է, որ մենք մեր խոստումները նույնիսկ դեռևս չընտրված, արդեն կատարում ենք այդ 50 հոգին, մի օրում գնացել են, դուրս են եկել, որովհետև մենք ակնկալում ենք պայմանական ամենաշատը ունենալ 20-25% ձայն, դա այտենց ամենաշատ թիվն եմ ասում, էլի։ Իսկ դրա համար մեր 25 падգամավորը մեզ լրիվ հերիք է։ 25 տեխնացուն մեզ լրիվ հերիք է։ Այսինքն դրան խնդրում եմ ոչ թե դիտարկեք, որ այդ մարտիկ մեր շարքերն են լքել, որտեվ այդպիսի բան չի եղել։ Այլ մենք կազմակերպել ենք, որ այդ մարտիկ տեխնացությունից դուրս գան, որպեսզի վաղը մանդատների դուրս գալու process-ը չտևի մի տարի պայմանական։ Պատկերացրեք։ Այսինքն էս է եղել ընդամենը բանը, այդ առումով ոչ մի խնդիր չունենք։ Շնորհակալություն հարցի համար։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Նարե Միրզոյան։ Բարև ձեզ, պարոն Գյուրեղյան եւ Սարդ Մարդ։ Իմ հարցը հետեւյալն է. Նարե Միրզոյանն է, սովորում եմ Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության բաժնում։ Իմ հարցը հետեւյալն է. ինչպես նշեցիք, ձեր ընտրական ծրագրի հիմնական կետերն են սահմանել 1%-անոց threshold-ը, կատարել իշխանափոխություն եւ ավելացնել բոլորին դեմ քվեաթերթիկը։ 1%-անոց threshold-ի հետ կապված աշխարհում այս պահի դրությամբ ունենք միայն մի երկիր, որ օգտագործում է այս մեթոդը, դա Նիդերլանդներն են, ովքեր ունեն դեմոկրատիայի բավական բարձր մակարդակ, պրոպորցիոնալ պարլամենտ են եւ ունեն 150 սիտ տեղ իրենց պարլամենտում։ Ինչքանով իմ կարծիքով այս մեթոդը նախ չի աշխատի Հայաստանի դեպքում, որովհետեւ եթե 1%-անոց շեմը բարձրացնեն, ավելի շատ ճիշտ է դրական առումով ավելի շատ
կուսակցություններ կընտրվեն ու կներգրավվեն քաղաքական process-ում, բայց արդյոք սա ռիսկային չէ այն առումով, որ դրանք կսկսեն ձուլվել մեծ ուժերի հետ։ Երկրորդ մասով ձեր ծրագիրն իրականացնելու համար դուք 3 ամիս առաջ մի շարք տված հարցազրույցներում նշել եք, որ պատրաստ եք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց առաջնային նպատակն է կատարել իշխանափոխություն եւ հետո նոր մնացան իրենց բարեփոխումները։ Անցել է մոտավորապես 3 ամիս ժամանակ ու արդեն ընտրական շրջան է, ինձ հետաքրքրում է ինչ ուժերի հետ, մեծ ուժերի հետ, որոնք ըստ սոցիալական հարցումների հաստատ լինելու են պարլամենտում։ Դուք ունեք նախնական կնքված համաձայնություններ եւ արդյոք ձեր ծրագիրը կստացվի իրականացնել, թե չէ։ Ու դրանից բացի ես մտածում եմ, որ 1% threshold-ի մասին իմ կողմից նաև առաջարկ կարող եք փոխել alternative voting-ով, որը ավելի շատ հնարավորություն կտա մարդկանց ու մնացած կուսակցություններին ավելի շատ ձայներ ստանալու համար ու նաև քիչ երկար եղավ, բայց նաև ձեր թիմակիցներից մեկը Աննա Դանիելյանի հետ հարցազրույցի ժամանակ նշում է, որ եթե այս ծրագիրը չիրականանա, դուք թողնելու եք մանդատները եւ գնաք ու այս առումով ինչքան էֆեկտիվ է հիմա իմ կողմից օրինակ որպես չկողմնորոշված մարդ գնալ ընտրության եւ ընտրել ձեզ, եթե ռիսկ կա, որ կարողա ձեր ծրագիրը չիրականանա ու ինչու ես իմ ձայնը այդ դեպքում չպետք է տամ մի ուրիշ փոքր ուժի, ով որ օրինակ կարողա գոնե, չգիտեմ, չանցնի պարլամենտ, բայց ստանա պետական ֆինանսավորում ու զարգացնի իր կուսակցությունը, մերսի։ Շնորհակալություն, ես հերթով սկսեմ պատասխանել, եթե ինչ-որ բան մոռանամ, կասեք։ Առաջին հարցը 1%-ի մասով դուք ճիշտ եք, որ Նիդերլանդներում threshold 1%-ն ու այդքան էլ տենց չի, իրականում այնտեղ չկա threshold, հա, բայց մինիմում 7-8 երկիր եւս կա այդպիսի օրինակով, այդ եթե պետքա հետո կուղարկեմ ձեզ առանձին, որտեղ այդ ուսումնասիրությունները երբ որ արել էինք, բացի Նիդերլանդներից էլի երկրներ կան, բայց այստեղ նպատակը հետեւյալն է, էլի։ Նայեք, եթե մենք խոսում ենք տեսական դաշտում, 1%-ով կարող ասենք թե 100 ուժ կանցնի ամեն մեկը մի падգամավորով, բայց իրականության մեջ այսպես է քաղաքականությունը, լինելու են ուժեր, ովքեր որ այսպես ասած այն գիգանտ ուժերն են, դինոզավր ուժերն են լինելու, որոնք պայմանական մի քանի ուժ, 2-3 ուժ մինչև միշտ ունենալու է մի 20-30% աջակցություն ժողովրդի կողմից։ Մեր առաջարկած համակարգի միջոցով բացի դրանցից կլինեն ուժեր, ովքեր որ մի 5-10% կունենան, ու կլինեն ուժեր, որոնք 1-2 կունենան։ Ազգային ժողովը այնպես չի դառնալու է 100 օքանոց ուժերի բան։ Ու այն մարդը, որ ինքը 1% ուներ ու ինքը ուզում էր ձուլվել այդ մեծի հետ, այնա ինքը մեծի հետ կգնար։ Բայց պայմանական մեր նման մարդիկ, ձեր նման մարդիկ, ովքեր ոչ մեկի հետ չեն ուզում ձուլվել, ունեն իրանց առանձին միտքը։ Ինչի իդեպ, երբ որ դու նոր ես սկսում քո քաղաքական պրոյեկտը, ինչ միտք էլ դու ունենաս, ինքը sense միանգամից sense չի գմփսնում, որ սա աշխարհը տենց գործերը թողում է գալիս է քո մտքի հետևից։ Կարան այդ քո միտքը սկզբում մի քիչ մարգինալ ընդունեն, մի քիչ վատ ընդունեն, այս ընդունեն, այն ընդունեն։ Դու պետք է սկսես իրան զարգացնել։ Կարևորը միջավայր ստեղծես, որպեսզի հնարավորություն ստեղծվի նոր մտքերը հայտնվեն ազգային ժողովում։ Թե չէ մենք էլ դուք էլ առավոտից իրիկուն ինչ որ լավ մտքեր ենք լսում տարբեր մարդկանց կողմից։ Ումա պետք է այդ մտքերը, որ սկի չի հասնում ազգային ժողով, որ ավելի լայն հասարակությունը դա լսի։ Էլ չեմ ասում, որ դրանք չեն իրագործում։ Ստեղ խնդիրը այն չի, էլի, լավ մտքեր բոլորս կարանք ասենք։ Օրինակ, որ դուք նշեցիք ինչի ձեզ չընտրեմ, գնամ փոքր ուժերին ընտրեմ, ես այնպես հասկացա ձեր ասածից, որ դուք ուզում եք որևէ ինչ որ փոքր ուժի ընտրեք, դրանով ես տենց հասկացա, եթե սխալ եմ հասկացա, ասեք։ Չեմ ասում մեզ ընտրեք, ինչ որ մեկի։ Հասկացա։ Հա, նայեք, հարցի պատասխանը սենց է։ Այն համակարգը, որ մենք ունենք, այդ համակարգում ազգային ժողովում, երբ որ դու ընդդիմություն ես, կապ չունի դու խոսքի 20%-ով ես ընդդիմություն, թե 5%-ով ես ընդդիմություն։ Դու որևէ դեր չունես, որովհետև բոլոր որոշումները առանց քեզ կայացվում է, խոշոր հաշվով։ Այսինքն ազգային ժողովը ոչ թե տեղա, որտեղ դու ընդդիմությանը լծակներ ես տվել, որ ինքը ինչ որ հարց է լուծի, այլ տեղա, որտեղ ընդդիմությունը խոսափող է ունենում խոսալու։ Հա, բայց հողի վրա ինքը ոչ մի գործ չի կարողանում իրականացնել։ Հիմա խի պետք է մեզ ընտրի հատկապես այն մարդը, որ ընտրում էր փոքր ուժի, որովհետև ինքը ամեն տարի գնում էր ընտրում էր փոքր ուժի, ու այդ ուժը չէր անցնում խորհրդարան։ Որ դուք նայեք տես պատմականորեն, հատկապես այս նոր սահմանադրության փոփոխությունից հետո, խոշոր հաշվով 2-3 ուժ կարացե ընդհանրապես այդ ձեր ասած threshold-ը հաղթահարի։ Վերջին ընտրություններին ընդհանրապես 2-ն են կարացե հաղթահարեն։ Մնացածը չեն էլ անցել։ Հա, ընտրելու իմաստը հետեւյալն է. մենք 5 տարով չենք ուզում
գալ իշխելու։ Եթե դուք ունեք ինչ-որ ձեր հավանած փոքր ուժը, որ կուզեք ինքը անպայման ներկայացված լինի, ուրեմն հաստատ արժի գաք մեզ ընտրեք, որ մենք այս փոփոխությունը անենք, որ հետո գնաք ձեր սիրած ուժին ընտրեք, որովհետև մենք ձեր սիրած ուժի նման ամեն թեմայով կարծիքներ չենք ասում, մենք մենակ ասում ենք քաղաքական համակարգի փոփոխությունների մասին։ Այդքանով իմաստ ունի ընտրել բոլորին դեմ եմ։ Մյուս հարցը ձեր որն էր, կներեք։ Հա, համագործակցության մասով, նայեք, մեր համագործակցության ֆորմատը հետևյալն է, մեր բոլորին դեմ եմ, մինչև ընտրությունները կարելի ասել բոլոր քաղաքական ուժերի, հատկապես ձեր նշած փոքր ուժերի հետ հանդիպումներ ենք ունեցել, առաջարկելով բոլորին դեմ եմ օգտագործել որպես պլատֆորմ այս ընտրությունների մասնակցելու համար։ Հիմա որոշների հետ ստացվել է, որոշների հետ չի ստացվել։ Այն պահից, երբ որ ֆիքսվել է մեր ծրագիրը, այսինքն չկա այլ ուժ, բոլորը գնացել են մտել են ընտրապայքարի մեջ, մեր համագործակցության ֆորմատը այդ միակ ֆորմատ կա։ Երբ որ մենք անցնում ենք ազգային ժողով ու որևէ ուժ չի ունենում 50% ձայն, այսպես ասած մենք դառնում ենք որոշիչ իշխանության ձևավորման համար։ Մեր համագործակցությունը ասածը այդ է, որ մեր վարչապետի տեխնացունը մեր օրակարգն է։ Այսինքն, երբ որ մենք ասել ենք համագործակցություն, դրա մասին է եղել խոսքը։ Խոշոր հաշվով դա վերջնագրի պես մի բան է։ Ասում ենք կամ այսրան դուք համաձայնվում եք, մենք գնում ենք 100 օրում, այս 3 հատ փոփոխություն անում ենք, նոր ընտրություն ենք նշանակում, չեք համաձայնվում։ Մենք չենք կարա, մենք բոլորին դեմ եմ քաղաքացուն ենք ներկայացնում։ Ես ո՞նց կարամ բոլորին դեմ եմ քաղաքացու ձայնը վերցնեմ կամ ԿՊ-ին կամ ասենք ուժեղ Հայաստան։ Ես չեմ կարա դա անեմ։ Ու մենք դա չենք անելու։ Էսա մեր բանը որևէ ուժի հետ մենք չունենք ինչ-որ պայմանագիր, հուշագիր նման բաներ, խոսքը վերաբերվում է ընտրապայքարին մասնակցող ուժերի հետ։ Այն ուժերի հետ, որի հետ մենք մինչև այդ ենք համագործակցել, այսինքն իրանք ընդունել են բոլորին դեմ եմ օրակարգում, մենք իրար հետ հիմա առաջ ենք գնում, այդ առումով խնդիր չկա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Հասմիկ Շեքվարդանյան։ Ողջույն բոլորին, Հասմիկ Շեքվարդանյան, Վանաձորի պետական համալսարանի հնագետային վարժարանի ուսանողուհի։ Հարգելի Սպարտակ Օրյուհյան, քանի որ դուք միշտ ինքներդ եք անձամբ ուրիշներին սուր հարցեր տվել, թույլ տվեք այս անգամ ես ինքս ձեզ մի սուր հարց ուղղեմ։ Դուք ինքներդ բազմաթիվ հարցազրույցներ եք վերլուծել կամ վարել, ու շատ հաճախ տպավորություն է, որ քաղաքական գործիչները գալիս են հաղորդումների, նախապես պատրաստված թեզերով եւ հարցազրույցը վերածում է ոչ թե ինչ-որ անկեղծ զրույցի, այլ թատրոնի, որտեղ հյուրը պարզապես ասում է այն, ինչ իրեն ձեռնտու է։ Որն է ձեր գաղտնիքը կամ մեթոդը կոտրելու պաշտոնյաների կամ հայտնի մարդկանց այդ դիմակները եւ նրանցից ստանալու իրական անկեղծ պատասխաններ, այլ ոչ թե ջրային տեքստեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ես հարցազրույց եմ, ես ձեզ ճիշտ հասկացա, որ ես հարցազրույց եմ վարել ինչ որ մարդկանց հետ։ Ես կյանքում հարցազրույց չեմ վարել։ Ձևերը չգիտեմ այդ վարելու, սենց ասում։ Հա, մենակ վարորդականի ձև, ավտոքշել գիտեմ ոնց որ։ Գյուրեղյան է իմ ազգանունն, դա էլ ոնց որ սխալ ասացիք։ Կարող է ուրիշ մարդու եք ռիսերչ արել, հետո ոնց որ եթե տենց փաստ կլինի FIPM-ին դիմենք թե հրապարակի, բայց ես իմ հիշելով տենց բան չեմ արել, բայց ձեր հարցը մի հատ որ նորից, եթե այդ մասը հանենք, ինչ կուզեք հարցը մի հատ նորից կաս։ Հա ոչ թե հենց հարցազրույցները, որ շատ անգամներ հենց այդ ձեր կուսակցության հետ կապված, օրինակ ուրիշ կուսակցությունների, օրինակ այդ խոսքերն եք բան, ոնց բացատրեմ, վերլուծում, մեկնաբանում դրա հետ կապված, էլի։ Շատ անգամներ այդ կուսակցությունների, որ ինչ-որ հարցազրույցներ են կանչում ներկայանում են այդ կուսակցության անդամների, շատ անգամներ այնպիսի պատասխաններ են տալի, որ երևում է, որ այդ ոչ թե տվյալ մարդը անկեղծապատասխանում այդ հարցին, այլ ուղղակի ինչ-որ անգիրած տեքստեր է, որ այդ հարցազրույցը վերածվում է ուղղակի թատրոնի։ Ձեր հարցերը, որ ինչպես եք հարցերը դուք ինքներդ տալիս ուրիշներին, որ այդ մարդիկ անկեղծ են պատասխանում, այլ ոչ թե ջրային անգերած տեքստեր։ Լավ։ Ես ոչ մի ուրիշ մարդկանց տեղը չեմ կարող ասեմ իրանք անկեղծ են թե ոչ անկեղծ են։ Ես իմ փոխարեն կարամ ասեմ, ես սովորաբար հարցազրույցներից կամ բանավեճերից առաջ պատրաստվում եմ, ինչը նորմալ է, ասենք այդ իմ մոտ փոքր ժամանակվանից տենց ա եղել, երբ որ ես ձեր տարիքին էի գնում ինչ-որ հանդիպումների պայմանական ինչ-որ մարդու հետ, որ sense պետքա նստեի ինչ-որ մեկը խոսար, ես այդ մարդու մասին ուսումնասիրում նոր էի գնում, այդ ինձ թվում է մենակ լավ բանի մասին է խոսում։ Այսինքն ձեզ է խորհուրդ կտամ ձեր կյանքում ամեն ինչին փորձեք հնարավորինս պլանավորել, որովհետև sense է էլի կյանքը, դուք ունենալու եք պահեր, որոնք որ պլանավորված չի լինելու ու հաջողություններ, որոնք կարան անպլանավորած գան ձեր հետ տեղի ունենան, բայց դա այտենց բախտի բան է, բայց երբ որ դուք ունեք ինչ-որ պլան դրանով առաջ եք գնում ու այտենց իրավիճակներ է ստեղծվում, դուք ավելի լավ եք կարողանում իրացնել։
Ես պատրաստված եմ միշտ գնում, փորձում եմ պատրաստվել հնարավորինս, բայց հարցազրույցը թե բանավեճը այնպես չի պայմանավորված, իրար հարցերը նախապես Messenger-ով կամ չգիտեմ, ինչ-որ տեղով իրար ուղարկում ենք, այդ ձև ենք գնում, հետեւաբար լիքը տեղում exprompt բաներ են տեղի ունենում, հա, թե բանավեճի ժամանակ, թե այնտեղ։ Անկեղծությունը դուք պետքա գնահատեք, չգիտեմ, նայում եք ինձ թվում է, թե քաղաքական գործիչներին, թե մնացածին, դուք պետք է որոշեք, այդ մարդը անկեղծ է, թե չէ։ Ես իմ անունից կարամ մենակ ասեմ, ես հնարավորինս անկեղծ եմ լինում, թե լսարանի հետ, թե հարցազրույցավարի հետ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Սուսաննա Կարապետյան։ Ես Սուսին եմ, Վայոց-Ձորի մարզ քաղաք Եղեգնաձորից, սովորում եմ հենց Եղեգնաձորի վարժարանում։ Իրականում ես տեղեկացված եմ, որ դուք ունենալու եք 100 գործունեություն, ու այդ ամեն ինչը ոնց որ ներքին քաղաքականության շրջանակներում, բայց իմ հարցը ավելի շատ արտաքին քաղաքականությանն է վերաբերվում, իսկ դուք չեք մտածում, որ այդ 100 օրվա ընթացքում հնարավոր է լինի մեծ ճգնաժամեր ու տենց խնդիրներ կոնկրետ կապված արտաքին քաղաքականության հետ։ Իսկաններ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Երբ որ դու ստանձնում ես իշխանություն, այդ իշխանության պատասխանատվությունը ամբողջովին պատասխանատվություն է, կապ չունի 100 օրով ես, թե 5 տարով ես։ Մենք ինչ ենք հայտարարել։ Մենք հայտարարել ենք, որ արտաքին քաղաքականության կամ այլ ոլորտների, դա կլինի առողջապահություն, կրթություն, անվտանգություն, մենք պահպանելու ենք պետության բնականon ընթացքը, այսինքն մենք ապահովելու ենք, որ այն համակարգերը, որոնք որ գործում էին մինչև այդ, շարունակեն եւս 100 օր բնականon գործել, որովհետեւ մենք այդ ուղղություններում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու մանդատ չունենք ու չենք անելու։ Ու բոլոր մեր արտաքին գործընկերներին կամ ներքին ինչ-որ գործընկերներին ասելու ենք, որ մեր մոտ համակարգային փոփոխություններ են, այդ փոփոխություններից հետո կանցկացվեն ընտրություններ, որին Պարզ չի ով է գալու իշխանություն, հա, ասենք հիմիկվա նման չի, որ պարզ է, կամ էսա կամ այնա խոսքի, որովհետև այն փոփոխությունները, որ մենք ենք իրականացնելու, դա հնարավորություն է ստեղծելու, ասենք կարող է էլի եղածներից ինչ-որ մեկը գա, բայց գա ինչ-որ կոալիցիոն միջոցով ուրիշ մի ուժի հետ, էլի։ Մենք այտենց գարանտիաներ չունենք ու հաշվի առնելով, որ մեր հաղթանակի դեպքում քաղաքական էական փոփոխություն է տեղի ունենալու երկրում, որևէ կերպ չեմ կարող ես ձեզ ասել, թե որ ուժն է գալի իշխանության, հետեւաբար չեմ կարող ասել, թե այդ ուժը ձեր նշած ասենք ուղղություններում ինչ նպատակներ ունի։ Ժողովուրդը կընտրի, ում որ կընտրի, ինքն էլ կգա արդեն երկարատև քաղաքականություն կվարի, կպատասխանելով այդ հարցերին։ Էսա մեր պլանը այդ իմաստով, բայց պայմանական դա կլինի թե ինչ որ հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, թե Աստված չանի, ասենք պատերազմի ինչ որ հարցեր կլինի, այդ հարցերում մենք ամբողջական պատասխանատվություն ենք կրելու։ Այսինքն մենք կազմակերպելու ենք այն ինչ որ պարտավոր ենք իրականացնել սահմանադրությամբ։ Ես չեմ կարծում, որ հիմա Հայաստանում ինչ որ մի հատ քաղաքական ուժ կա, որ գալիս է այստեղ խոսում, ասում է, դե որ ես ընտրվեմ, հետո պատերազմ լինի, ես խոսքի տենց ոչ մի բան չեմ անելու։ Չէ՞։ Տենց չի կարա լինի։ Հա։ Իմ ասածը էդ է։ Մենք պատասխանատու ձևով հարցերը լուծելու ենք։ Մերսի։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Արմեն Խեչումյան։ Շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Արմեն Խեչումյանն եմ, Արարատի մարզ գյուղ Այգեզարդ։ Հարցս հետևյալն է, չունեք դուք այս ընթացքում իրականացնում եք տարբեր ակցիաներ, ջուր ծեծոցի, մուկ տշել, այսօր բոշկա գլորելու ակցիաներ։ Չունեք մտավախություն, որ այս ակցիաներով կարող եք այն մարդկանց, ովքեր ի սկզբանե ձեր ուժի կողմից էին եւ համաձայն էին ձեր երեք սկզբունքների հետ, իրենց էլ ավելի հիասթափեցնել, քանի որ process-ը անլրջացնում եք, ու հենց այն մարդիկ, որոնք ի սկզբանե ձեզ են ընտրելու, հենց իրենք չընտրեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ուզում եմ հստակ ասել, որ մենք մեր ակցիաներին շատ լուրջ ենք վերաբերվում, ու իրանք իրոք լուրջ ակցիաներ են։ Հիմա բացատրեմ թե ինչու։ Տեսեք, այն ինչ որ մենք անում ենք, ձեր իմացած բոլոր քաղաքական ուժերը անում են, բայց ոչ այնպես ինչ որ մենք ենք անում։ Իրանք անում են խոսելով իրար, ցեղ շպրտելով իրար վրա։ Մենք մեր ակցիաները անում ենք ու պայմանական այսօր երբ որ արել ենք բոճկա գլորելու ակցիա, դրա մեսեջինգը այնա, որ բոճկա, թողեսի վերջի բոճկա գլորելը լինի։ Թող վերջանա այդ բանը, որովհետև քաղաքացիները զզվում են այդ վիճակից։ Մենք փաստացի գլորել ենք բոճկա այդ մեսեջինգով։ Ու այդտեղ մի հատ կարևոր բան կա, էլի, այն ինչ որ մենք անում ենք, դրա արդյունքում ստեղծում է մի հատ իրավիճակ, որ մեր մասին հիմնականում երիտասարդության մեջ մասնավորապես շատերը արդեն գիտեն, շատերը խոսում են մեր մասին։ Այդտեղ պետք է նաև ավելացնենք այն ծրագիրը, որ մենք ունենք, որի մասին եւս մենք խոսում ենք։ Պայմանական երբ որ մենք գնում ենք հմեկում ինչ որ բանավեճի, մենք
այդ ակցիան չենք անում։ Գնում ենք լուրջ ներկայացնելու մեր ծրագրերը։ Հիմա այստեղ շատ տրամաբանական բան է գալիս, որ այն համակարգը, որ մենք ունենք, դրան պետք չի լուրջ վերաբերվել։ Դա լուրջ համակարգ չի, որտեղ լուրջ համակարգ եթե լիներ, նմանատիպ ակցիաները ոնց որ տեղի չէին ունենա։ Քաղաքական դաշտում այդ ակցիաները ամեն օր տեղի են ունենում, առանց մեր անելու տեղի են ունենում։ Մեր նպատակը դա է, մենք սա անենք վերջին անգամ ու այն մարդիկ, ովքեր որ մեր մասին գիտեն, այդ մարդիկ կլինեն երիտասարդներ, թե կլինեն մեծ մարդիկ։ Եթե իրանք սրանից ելնելով գան ու մեզ ընտրեն, ես հավատացած եմ, որ մենք այնքան տոկոս կհավաքենք, որ մեր օրակարգը կարանք անենք։ Իսկ մեր օրակարգի իրականացումից հետո ես կարծում եմ, որ էականորեն նմանատեսակ խոսույթներն ու ձևերը պակասելու են Հայաստանում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Գալոյան Մարիաննա։ Գալոյան Մարիաննա, ԵՊՍԹ ավագ դպրոց։ Պարոն Գյուրեղյան, հարցս հետևյալն է։ Երբ քաղաքական ուժը հայտարարում է, որ բոլորին դեմ է, հասարակության մոտ հարց է առաջանում, իսկ ինչի կողմ եք դուք։ Եվ երկրորդ հարցը, ինչու եք ընտրել հենց Spider-Man հերոսի եւ ոչ այլ հերոսի։ Շնորհակալություն։ Մի հատ բան ասեմ, էլի, իմ մոտ այտենց անսովոր է, որ ասում եք պարոն Գյուրեղյան, ես բոլորովին վերջերս մի 6-7 ամիս առաջ IT ոլորտում իմ բիզնեսում աշխատում էի ու ընդ այտենց ոնց որ ես այնտեղ Սպարտակն էի, ուզում եմ ասեմ, կարակ Սպարտակով էլ դիմեք հանգիստ, իմ կյանքում մի անգամ հիշում եմ, որ մոտարապես ձեր տարիքին էի, կարող է 2-3 տարի մեծ էի, մի հատ գերմանացի գործընկեր ունեինք 70 տարեկան, ինքը ինձ չէր տեսել կյանքում, նամակ գրեց Միսթր Գյուրեղյան ու ոնց որ դրանից հետո մեկ էլ այս մի 6 ամիս է, որ ինձ ասում են պարոն Գյուրեղյան, էլի։ Հա, եթե գանք ձեր հարցին, սկզբում Spider-Man-ի մասին խոսենք, ես կարամ ձեզ պատմեմ անկեղծ ինչ ա եղել։ Հա, մենք պետք է գնայինք կենտրոնական ընտրական հանձնաժողով վիճակահանության։ Վիճակահանության իմաստն է, որ գնում ես քո համարն ես քաշում, մերը չգիտեմ, գիտեք թե չէ, համար երկուսն է։ Հիմա մեր ուժը չի տիրապետում մեծ ռեսուրսների, շատ փողերի, լրատվականները այնպես չի, տենց առավոտից իրիկուն խելքները մեր համար գնում է, որ ինչ անենք, գան մեզ լուսաբանեն։ Ու դա տրամաբանական է։ Մենք մինչև այդ գնալը ինչ էինք արել։ Երբ որ մենք փաստաթղթերը պետք է տանեինք կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու, վերջի 2 օրը ուժերը հայտարարում էին, չէ՞, այս ժամին մենք գնանք մեր թղթերը հանձնելու։ Հա, այդ երբ որ հայտարարում էին, ուժերից մեկը հայտարարել էր, որ այսինչ օրը ժամը 15:00 կգնանք, ու դա այնպիսի ուժեր, որ լրագրողները բոլորը գնացել էին, որ լուսաբանեն իրենց հանձնելու process-ը, ու տրամաբանները մի քիչ շուտ էին գնացել։ Մենք դա իմացանք ու 14:30 գնացինք մեր թղթերը հանձնելու։ Այդտեղ տեղի ունեցավ ձեր նշած հարցազրույցը, որ ասում են համագործակցում եք բան, այդ հարցազրույցը տեղի ունեցել։ Փաստացի ինչ եղավ, մենք վերցրեցինք ուրիշի սարքած ինֆորմացիոն բանը, գնացինք մտանք այդ օրակարգի մեջ։ Դա իրականում համարձակ քայլ է, որովհետև այդ լրագրողները մեր համար չէին եկել։ Մենք եկանք այնտեղ հայտնվեցինք, այդ լրագրողները մեզնից ինտերվյու վերցրեցին, բարձրացան վերև, մեր հետ հանձնման process-ին մասնակցեցին։ Այդ ուժի ժողովուրդը եկան, որ թղթերը հանձնեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ոչ մի լրագրող չկար, որտեղ մեզ էր վերևը նկարում։ Այդտեղից հասկացանք ոնց է աշխատում համակարգը, ոնց մենք պետքա կարողանանք հայտնվել այնց իրավիճակներում, որ մեր մասին իմանան, որովհետև ընտրելը դա շատ կարևոր բան է, բայց երբ որ դու ընդհանրապես չգիտես այդ ով է, չես էլ ընտրի, չէ՞։ Հասկացանք ոնց պետք է գնանք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ ոնց որ մենք տարբերվենք այդ բանի մեջ, որովհետև երբ որ դու գնում ես կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասում եմ, ես նոր եմ IT-ից եկել, ես որ sense հեռուստացույցով նու չեմ նայում հեռուստացույց, հաշվենք ինչ որ, չգիտեմ, հեռախոսով։ Նայում եմ, սաղ նույն կոստյումներն են հագել, նույն բաբեջկեքն են դնում, չգիտեմ, նույնն է, չէ՞։ Բան ձեր մոտ այդտեղ ինչ որ վառ բան չկա։ Հասկացանք, որ նես պետք է անենք տարբերվենք։ Հա, ազնիվ ասեմ, Spider-Man-ի շորեր գտնելը Երևանում ամենահեշտն է, համեմատած մյուս սուպերհերոսների։ Ինքը ամենապոպուլյարն է ու կա, հա, կարացանք արագ գտնել այդ շորերը, հետո մնացած հերոսները այդ օրվա, Խալկը, բանը, ովքեր էին, չեմ հիշում։ Հա, 3 հերոս է կար, չգիտեմ, եթե հիշում եք թե չէ, այս ձեր մեջ եմ ասում, խնդրում եմ ուրիշ տեղ չասեք, բումբումիկից ծառայությունների մատուցում ենք վերցրել, որ երեխեքին կանչում են նույն ձև, այսինքն զանգել ենք ոչ մի տեղից չէինք գտնում, զանգեցինք այդպես հերթական տեղը, բումբումիկ, ես չգիտեի դա։ Հա, ասացինք sense քաղաքական բանա կգաք։ Ասացին պետք է տնօրենի հետ խոսենք։ Ասենք օքեյ, խոսացեք տնօրենի հետ։ Խոսացին տնօրենի հետ, ասացին օքեյ, կգանք։
Եկան այդ ակցիան արեցինք, դե հալկի կոստյումն էլ այնքան մեծ էր, հազիվ էր շարժում։ Ակցիան արեցինք բանման, եկավ ժամանակը, որ ոնց որ պետք է իրանց վճարում անենք, պայմանական սկզբում X գումար էին մեզ արել, ասը այդ իրանց տնօրենը բան զանգեց, ասեց այնքան լավ անց է, մենք ձեզ զերծ չենք անում։ Էս է եղել։ Մի հատ է բայց հարց ունեիք։ Մի հատ բայց ավելացնեմ նոր էլի։ Նայեք, իր նպատակը հետևյալն է։ Դու այն իրավիճակներում, երբ որ բոլորը սպասում են ինչ-որ ստանդարտ մի բան, դու կարողանում ես, որտեվ այն ինչ-որ մենք արել ենք, ինքը տենց բարդ բան չի, չէ՞։ Հիմա որ ձեզ էլ ասեմ, ոնց որ Spider-Man-ի կոստյում մի տեղից ճարեք, գնացեք ձեր ընկերոջ ծնունդ, դա բարդ բան չի։ Բայց բարդ բանը ունենալ կամք ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ կերպով հայտնվել։ Մենք այդ քաղաքական ուժն ենք։ Մենք կամք ենք դրսևորել, հայտնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ներքևը ոստիկանների հետ կռիվանել, որ դուք իրավունք չունեք, մեզ չթողել, գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տենալ, ասել խիչ եք թողում, ասի դե այդ ոնց եք հակնված, ասել որ կարգ ցույց տվեք, որ չի կարելի այդպես գալ, ասի վայ մենք կարգ չունենք, հետո էլ գամ ես շնորհակալություն հայտնի, որտեվ իրանք հիմա կարգ են գրում, որ հանգարց մյուս անգամ Spider-Man-ը չհայտնվի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Խոշոր հաշվով, հա, ինքը շատ ուրախալի է, մեր համար էլ է ուրախալի, բայց իրականում այդ ստիպելաները, որ բարձվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, կարա իր տկլորը գնայր։ Ու իրանք ոչ մի բան քեզ չէին կարա ասեին։ Մի հատ այտենց ստիվ կարգ չկար գրած, որով մեզ արկել էին։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Հիմա չեղավ որ ԿՀ-ն եթե այդ կարգը մշակի, ստացվա որ մեր ինչ որ պետական ինստիտուտ ավելի կայացավ։ Դրա համար մեծ շնորհակալություն։ Հնչեցնեմ առաջին հարցը։ Եթե քաղաքական ուժը հայտարարում է, որ բոլորին դեմ է, իմ հարցը կայանում է նրանում, որ հասարակության մոտ հարց է առաջանում, թե ինչի կողմ եք դուք։ Հա, նայեք, մենք բոլորին դեմ ասելով մենք նկատի ունենք դեմ ենք բոլոր քաղաքական ուժերին, որ այս ընտրական համակարգով ընտրվեն ու կառավարեն։ Մենք կողմ ենք դեմոկրատիայի զարգացմանը։ Մեր ծրագիրը դեմոկրատիայի զարգացման տեսանկյունից էական քայլ առաջ է։ Ինքը ամբողջական հարցերը չի լուծելու, որ այնպես չի բոլորին դեմ եմ եկավ, ընտրվեց, իր օրակարգը արեց, մեկ էլ դուք ստեից դուրս եք գալի, ինչ որ տենց չգիտեմ, սաղիթ գործերը դզվել է։ Չգիտեմ, ով որտե ուզում էր ընդունվել է։ Հա, այդ փրկչի ծրագրերին մենք չենք հավատում, մենք մերժում ենք։ Եթե դուք պայմանական մտածում եք, որ բոլորին դեմ եմ կգա կփրկի, ոչ, հիասթափացնում եմ, մենք այդպես հարցեր չենք լուծելու։ Մենք ասում ենք, որ Փրկչի ինստիտուտը, որ կա Հայաստանում 90 թվականից ինչ երկիրը ստեղծվել է, Փրկիչների ինստիտուտ է եղել, չէ՞։ Ամեն ընտրությունները, որ Փրկչին են ընտրում, դրա մասին է եղել։ Մենք այդ մերժում ենք։ Մենք ասում ենք, գործը բանը պետք է հաղթի համակարգը։ Համակարգ պետք է լինի ու մարդիկ պետք է լինեն, ովքեր այդտեղ աշխատեն։ Երբ որ այդ համակարգը նրա մասին է, որ մեկը կգա մեր կյանքը կդզի, սաղ կգնա, այդ սուտ է, ժողովուրդ ջան։ Ես դրան չեմ հավատում, խորհուրդ եմ տալի, դուք էլ չհավատաք։ Շնորհակալ եմ։ Էդգար Ջումայան, հաջորդ հարցի համար։ Բարև ձեզ, Էդգար Ջուման, Չարենցավանի մետրոպմաշտոցի անվան ավագ դպրոց։ Պարոն Գյուրեղյան, ԱՄՆ-ում քաղաքական համակարգը կառուցված է երկու խոշոր կուսակցությունների հիման վրա՝ դեմոկրատական եւ հանրապետական, որոնք էլ կազմում են կայուն կառավարությունը։ Դուք ուզում եք շեմը իջեցնել մինչեւ 1%, այսինքն ուզում եք ստեղծել ժողովրդավարական ու բազմազան խորհրդարան, թե ուզում եք ստեղծել ԱՄՆ-ի հակառակ մոդելը։ ԱՄՆ-ի հակառակ մոդելը որն է։ Մասնատված եւ անկառավարելի խորհրդարան։ Հա, հիմա ես որ դրան ասեմ հա։ Շատ լավ հարց էր։ Նայեք, Ամերիկայի մոդելը 300 տարեկա ու դա Ամերիկային է վերաբերվում։ Այսինքն մտածել, որ պայմանական Ամերիկայում էդի աշխատում է, Հայաստանում եք աշխատի, այդ ընդհանրապես փաստ չի։ Ու Ամերիկան բացի այն, որ դուք ասում եք կա երկու կուսակցություն, այնտեղ ամեն դեպքում կան կայացած ինստիտուտներ, այնտեղ ընտրում են նախագահ, որը շատ մեծ դեր ունի, իսկ մենք խորհրդարանական երկիր ենք։ Այն առաջարկները, որ մենք արել ենք, վերաբերվում է խորհրդարանական երկրում փոփոխություններին։ Մենք հանձն չենք առել գալ ու Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սկզբից մինչև վերջ փոխելու, հա։ Էդի գործ է, որ գուցեև պետք է արվի, բայց դրա համար նախ պետք է ընտրվողները նորմալ կանոններով ընտրվեն։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում համաձայն չենք, որ կա երկու կարծիք, որտեղ ռեալ չկա։ Ռեալ չկա։
Եթե երկու կարծիք լիներ, 10-ին ուշ չէր մասնակցի ընտրություններին։ Բայց քանի որ համակարգը այնպես է կառուցված, որ կապ չունի 19 մասնակցեն թե 7 մասնակցեն, մեկը խոշոր հաշվով 2-3-ն են անցնում, հա, մենք առաջարկում ենք այս փոփոխությունները, որպեսզի հնարավորություն ստեղծվի նոր ուժերին, նոր մտքին տեղ գտնել խորհրդարանում։ Այս ընդհանրապես մեր առաջարկը։ Ու շատ կարևոր մի հատ էլ հավելում ունենք, այն որ եթե ձեզ բոլորիդ, մեզ բոլորիդ քաղաքական ուժերը զզվացնեն, որ մենք չգնանք ընտրության եւ այլն, երբ որ կլինի բոլորին դեմ եմ քվյատ հերթիկը, դուք հնարավորություն կունենաք, դա ձեր ձեռքը ինչ որ բան է, էլի, ինչ որ գործիք է լինելու, որ sense կգնաք, sense պրոստը բոլորին կմերժեք, ու դա նույնը չի, ինչ որ չգնալ ընտրության, դա իր քաղաքական հետևանքը կունենա այդ ուժերի վրա։ Էսա մեր առաջարկը։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Օմար Համեյան։ Շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Համեյան Օմարն եմ, Երևանի Պետական Համալսարանի ուսանող, մասնագիտությամբ ադրբեջանագետ։ Ուրեմն ձեզանից նախորդ բանախոսը իր խոսքում մի արտահայտություն արեց դիակ ծեծելու վերաբերյալ։ Ուզում եմ հարցնեմ, կարող է հաջորդը այդ ակցիան իրականացնեք, օրինակ ասենք Թոխմախում։ Դիակ ծեծելու վերաբերյալ, այսինքն սպասում էր, որ մենք այդ ակցիան ենք անելու, մի հատ մանրամասն եք էլի։ Չէ, զոտ ուզում էի հարցնել, կարող է հաջորդներ այդ ակցիան իրականացնեք, օրինակ ասենք։ Նայեք, դիակ ծեծելու ակցիան կամ դագաղ տանել բերելու ակցիան այդ նախորդ հյուրի կուսակցությունը իրանց հետևորդները արել են 18 թվին։ Մենք այնքան կրեատիվ ենք, որ նույն բաները չենք իրականացնում։ Այն ինչ որ անում են քաղաքական ուժերը։ Ինձ թվում է մեր ակցիաներից կարելի էր մտածել, որ մենք միշտ նոր բան ենք մտածում, իհարկե հիմնվելով ժողովրդական խոսքի վրա, այսինքն այն ինչ որ կա, մենք դա անում ենք, բայց մենք աշխատում ենք չկրկնել մյուս քաղաքական ուժերին, լավ ակցիաներ մտածել ենք, չեմ ուզում հիմա բացեմ, որովհետև մենք միշտ այնց անակնկալ հայտարարում ենք, անակնկալ անում ենք։ Իդեպ մենք մեր ակցիաները միշտ կազմակերպում ենք այնպես, որ երբեք կարիք չլինի այդ ակցիաներին ինչ-որ շատ մարդու մասնակցություն, որովհետև մենք մարդկանցից ընդհանրապես սպասում ենք հունիսի 7-ին գնան քվեարկեն։ Կարան իրանց տունը անգյալ նստեն, այսի անգյալների փոփոխություն է։ Մենք միշտ տենց ենք ասում։ Անգյալների հեղափոխություն պետք է լինի Հայաստանում։ Կարան իրանց տունը հանգիստ նստեն, հունիսի 7-ին զուտ գնան, այդ 2 ժամը ծախսեն քվեարկեն։ Այսքան բան։ Պատասխանեցի ձեր հարցին։ Դե չէ։ Կարևորը որ հարցը տաք, հետո լսեք էլի, որովհետև ոնց որ հարցը տալիս եք, ես ձեզ պատասխանում եմ, դուք խոսում եք։ Հաջորդ հարցի համար Ալիսա Բաբաջանյան։ Բարև ձեզ, Բաբաջանյան Ալիսա, Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետից։ Շնորհակալություն կրեատիվ, հետաքրքիր բանախոսության համար։ Հարցս ուղղեմ ձեզ երկուսից, եւ Սարդ Մարթուն եւ նաեւ ձեզ։ Առաջին հարցս Սարդ Մարթուն, կարող եք ասել, օրինակ, որն է ձեր ամենահաջողված ակցիան, որը արել եք մինչև այս, եւ ինչ կրեատիվ ակցիա եք նախատեսում հետո։ Եվ ձեզ պարոն Գյուրեղյան հարցես, դուք ասում եք, որ բոլորին դեմ եք եւ ցանկանում եմ հասկանալ ինչպես եք կարծում քաղաքացիների վերաբերմունքը ձեզ, որ շատ անգամներ ասում եք, որ նաեւ բոլորին դեմ եք, ինձ թվում է այդ խոսքով նաեւ նկատի ունեք, որ ինքներդ ձեզ եք, չէ՞, դեմ։ Շնորհակալություն։ Ամենալավ ակցիան եւ ԿՀ-ի ակցիան էր, որովհետեւ դա թույլ տվեց քաղաքական կամքը ցույց տալու բոլորին, թե մենք ինչ կարանք անենք, ասես տրիկո հակած գնացի լավ ժամերով ձյաձաների դիմացի իրանց այդ հավասար համարը քաշեցի, դա ցույց տվեց, թե քաղաքական կամքը ոնց կարա լինի ու ինչի կարա բերի քաղաքական կամքը։ Մնացածը թե հետո ինչ ակցիաներ կլինեն, դա անակնկալ ենք պահում, որպեսզի տենց բում լինի, ամել գաղտնիքները չենք բացահայտում, այլ որ դեմներ չկանան առն էլի։ Ոնց որ կարապիլիջը ջուրը դրա համար դատարկել էին անցածին։ Մնացածը հաջորդիվ սպասեք ավելի հետաքրքիր բաներին։ Այդքանը մնացածը Սպարտակը կպատասխանի։ Իդեպ եթե բանա ես կարամ գնամ իր հետ հաստատ ավելի հետաքրքիր է։ Բայց բան ասեմ, Արամայիսը կամ Արամոն, հա, ճիշտ եմ։ Հիմնադիր։ Հիմնադրամի ո՞նց է կոչվում։ Restart հիմնադրամի հիմնադիրներից եմ, նաև Restart նախաձեռնության անդամ եմ եղել ժամանակին։ Հա, ոնց որ պատկերացրեք էլի։
Որտեղից 7 տարի առաջ 18-ից restart 18 թվականից էլի պատկերացրեք, եթե դուք հիմա restart-ում ինչ-որ կարևոր position-ներ եք զբաղեցնում, 7 տարի հետո կարող եք ձեզ պատկերացնեք, էլի։ Հրանտ Աղաբեկյան հաջորդ հարցի համար։ Բարև ձեզ, Հրանտ Աղաբեկյան, Գորիսի թիվ 4 ավագ դպրոց։ Ունեմ 2 հարց Spider-Man-ին եւ պարոն Քյուրեղյանին։ Ուրեմն Spider-Man-ին հարցը ստվյալն է. երբ են ձեր թիմում ավելացնելու հակառակ սերի քվոտան եւ երբ են ձեր թիմ մտնելու Wonder Woman-ը, նույն ինքը Չուդա-Ժենշինան եւ Ալիսան հրաշքների աշխարհում։ Իսկ պարոն Քյուրեղյանին հարցը հետեւյալն է. ինչպես դուք նշում եք, դուք փոփոխությունները կատարելու եք միայն քաղաքական սպեկտրում եւ ինչքան հասկացա, մնացած սպեկտրները մնալու են սառեցված վիճակում, նույն ինքը դիվանագիտությունը, ապահովությունը եւ մնացած ոլորտները եւ ինչ եք անելու այդ 100-ամյա ծրագրի force majeure, երբ որ 100-ամյա 100 օրյա էլի, ամյան մի տեսակ բանը կդառնամ թակավոր էլի խոսքի, գետադարձ խոսքի, չգիտեմ ինչ 100-օրյա ծրագրի ժամանակ force majeure-ային իրավիճակներ տեղի ունենան։ Մերսի։ Դե նախ շորերը պետքա գտնենք։ Կարակ օգնեք, շոր ճարենք։ Եթե շորերը գտնենք, ունենք մարդիկ, ովքեր հակառակ սերի քվոտավ կապահովեն, բայց շորերը չեն գտնում։ Եթե կարակ նաև մասնակցեք հակառակ սերի քվոտամ ապահովելու։ 100 օրյա ընթացքում ես որ ասացի բնականon հունը պահել, նկատի չունեմ սառեցնել, այսինքն պետությունը պետքա շարունակի գործել ու պայմանական մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները շարունակվելու են, ուղղակի տեղի չեն ունենալու ռադիկալ փոփոխություններ, որովհետև այն իշխանությունը, որ մենք ենք ունենալու, այն ձայները, որոնք որ մեզ մարդիկ տվել են, դրա համար չեն տվել։ Այսինքն պայմանական, եթե օրինակ հիմա որոշված է, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, պայմանական բան եմ ասում։ Հա, մենք եկանք իշխանության չենք ասելու, չէ, այդ Եվրոպա թարգեք էտի, այս 100 օրում արագ գնանք Ռուսաստան, մեկ էլ 100 օր հետո նոր իշխանություն գա, ասի չէ, էլի գնում ենք Եվրոպա։ Այսինքն այդ մուկն ու կատու չենք խաղալու, այդ ակցիան չենք անելու մուկ ու կատու խաղալու, էլի։ Մենք եղած վիճակը բնականon պահելու ենք, պահպանելու ենք, 100 օր հետո գալու է նոր իշխանություն, այդ իշխանությունը կգա կորոշի։ Այդ էր իմ հարցի պատասխանը։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Անահիտ Աբրահամյան։ Բարև ձեզ, Անահիտ Աբրահամյան, Հայաստանի ամերիկյան համալսարան։ Հարցս ուղղում եմ պարոն Spider-Man-ին։ Պարոն Spider-Man, թեից անցում եք կատարել քաղաքականություն։ Հարցս հետևյալն է, որն էր ավելի դժվար assignment-ները ստուգելը, թե կառավարության շենքի դիմաց մուկ տշելը։ Շնորհակալություն։ Մուկը ես եմ տշել։ Ինքը չկար այդ օրը։ Բարև Անահիտ ջան, ամենադժվարը assignment-ները ստուգելն էր։ Այդպես դժվար բան չկա։ Քաղաքականությունը ավելի հեշտ է։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Իսկուհի Հայրապետյան։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Իսկուհի Հայրապետյան, քաղաք Երևան։ Եկեք մի քիչ ավելի մտահոգիչ հարցը, որ լսեցի, դրա համար երբ որ նշեցիք, որ 1%-ի ուզում եք դա անցկացնեք, որ կուսակցությունները 1%-ով անցնեն խորհրդարան։ Իսկ այդ դեպքում շատ հեշտ է ինչ-որ փոքրիկ գյուղ կամ փոքրիկ մարդկանց խումբ ուղղակի հավաքվի ու որոշի, որ իրանք կարան անցնեն, ստանան, չգիտեմ, մոտավորապես երևի 5000 ձայն, ինչքան է մի տոկոսը։ 15000 ձայն։ 15000, էլի բավականին փոքր թիվ է, իսկ ռիսկերը, թե ինչպեսի այսպես անորակ հավաքական ինչ-որ մարդկանց խումբ կարա անցնի խորհրդարան, օրինակ կրիմինալ ինչ-որ մարդիկ կամ չգիտեմ, այնպիսի մարդիկ, որոնք ավելի կարան խորհրդարանը վերածեն շատ խառը ինչ-որ իրավիճակի։ Երկրորդը պատերազմի հարցն է, օրինակ այսպես պատկերացնենք, որ դուք լավագույն սցենարով անցել եք, ու այդ 100 օրվա ընթացքում մեր հարևան երկրները տեսնում են, որ մեր մոտ ինչ-որ կարելի ասել ճգնաժամ է, քանի որ այնպիսի կառավարություն է եկել, որը կառավարման փորձ չունի ու իրանք որոշում են մեր վրա հարցակվել, այսպես ասած, դա երկրորդ հարցն է, կարծում եմ դա նախատեսել եք, որ հնարավոր է, որովհետև ամեն սցենար էլ կարա լինի եւ հետագա քայլերը, եթե դուք չհասնեք ընդհանրապես որպես կուսակցություն խորհրդարան, դուք արդյոք ձեր գործունեությունը շարունակելու եք, թե ուղղակի փակվելու եք հաջորդ 5-6 տարիների ընթացքում։ Մերսի։ Շնորհակալ եմ հարցերի համար, հերթով պատասխանեմ, էլի։ Նայեք։ Հիմա եկեք նախ հասկանանք մենք ինչ իրավիճակում ենք, հետո գամ ձեր հարցին։ Մենք մի հատ իրավիճակում ենք, որ խորհրդարանում այս վերջերս ոնց որ հետքներ գցե, երևի այսօր կամ երեկ պայմանական կառավարությունը ինչ օրենքի նախագիծ բերել է 100% անցել է։
չի եղել դեպք, որ չանցնի։ Դուք որ նայեք մեր ամբողջ այս 5 տարվա խորհրդարանական պատմության մեջ մի հատ դեպք էր, որ իշխանության մեջ ինչ որ հարցեր առաջացել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ, որը բանով այդ հանձնաժողովով անցավ եկավ ընդհանուր քննարկման ու դա Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծն էր, որտեղ ինքը հաջորդ օրը եկավ դեմ քվեարկեց իր առաջարկած նախագծին։ Հիմա այն միտքը, որ այդ խորհրդարանում ինչ որ բազմազանություն կա, էդի տենց կա այդ միտքը, բայց չկա իրականում այդ բազմազանությունը, ընկերներ։ Ու էսի բնավ ես չեմ ասում որպես այսպես ասած ինչ որ հակառակորդ քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Ես ես ասում եմ ուղղակի որպես մարդ չկա։ Հասկանում եք, երբ որ ես կապ չունի, ես որևէ քաղաքական թիմում լինեմ, ինչ որ բան առաջարկեմ, բերեմ խորհրդարան հասցնեմ, իմ մյուս գործընկերները դրան դեմ լինեն, ոնց որ իմ դեմ քվեարկելու իմաստը ո՞րն է։ Այդ նշանակում է գործում է կանոն, մարդ կան 70 հոգի, բայց բանը կոճակը մեկն է։ Մի կոճակ են սխմում այդ 70-ը։ Այսինքն այդ իմաստով ոչ մի տեսակ բազմազանություն չկա, իսկ բազմազանություն չլինելը դա ամենամեծ խնդիրներից է, հա։ Հիմա ամեն մեկը տեսօր դուք ձեր հագուստը ընտրել եք, չէ՞, նույն ձև չեք հագնվել։ Որ բոլորդ հիմա նույն ձև հագնված լինեիք, մի տեսակ ես հյուսիսային Կորեայում ինձ կզգայի, էլի, հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Հա, դուր գալի խնդում եք, դուր չի գալի չեք խնդում, դուք եք որոշում, հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Իսկ իմ մոտ տպավորությունն է, որ այդ ազգային ժողովը մարդիկ չնայած շորերի նկատմամբ ունեն ընտրության իրավունք, ինչ ուզում էլի հագնում են խոշոր հաշվով։ Հա, բայց սխմելու նկատմամբ մոնոպոլիա է։ Այն ինչ որ մենք ենք առաջարկում, այն ինչ որ դուք ասացիք այդ կրիմինալ, ֆլան-ֆստան, այդ բոլորը այս համակարգում շատ սիրուն, այդ կնոպկա սխմելու մեջ կտեղավորվեն։ Հասկանում եք։ Նույնիսկ եթե պայմանական ինչ որ մի հատ կրիմինալ 15000 ձեն, որը ձեզ պարզ ասեմ, այնպես չի էլի, տենց սենց է այդ 15000 ձեն հավաքելը, կկարանա անի, դա հələ մի հատ մի կողմ թողենք, ասում եմ, այդ կրիմինալները դա կարևոր չի, իրանք այս իշխանության կամ ապագա եկող իշխանությունների մեջ այս համակարգում կարան էլի լինեն։ Բայց այդտեղ կարևորը հետևյալն է։ Մեր ու ձեր նման մարդիկ էլ կարան լինեն։ Որտեվ իմ ու ձեր հետ պայմանական ես ու դուք իրար հետ վաղը կարող է շատ վիզ դնենք, հա? Ասենք 3 տարի չքնենք գործ անենք, կարող է մեր մոտ է դա ստացվի, ու շատ հավանական է որ ստացվի։ Այն քաղաքական ուժերը, որ հիմա մասնակցում են, այս 19-ից պայմանական 15-14-ը, որ չեն անցնելու, իրանք կարային է ձեր ասածը անցնեին։ Ու հիմա որ դուք նայեք, խի դրանց մեջ կրիմինալը երբեք չի լինում փոքր ուժերի մեջ։ Կրիմինալը ինքը աշխատում է հատուկ ուժերի հետ, էլի, ասենք հիմա չգիտեմ, գնալու եք Հայկ Մարությանի ուժի հետ ինչ կրիմինալ գտնես, պայմանական, կամ ուրիշ մի հատի, կամ մեր հետ։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, որտեվ կրիմինալը ինքը շահ ունի։ Մեր հետ ինչ շահ ունի ինքը հիմա որ գա մեր հետ աշխատի։ Էս է ընդհանրը բանը, այն ինչ որ մենք առաջարկում ենք։ Պատերազմի հետ կապված հետեւյալն է։ Տեսեք, մենք ինչ ենք անելու։ Մեր հաջողության ճանապարհը հետեւյալն է, որ մենք հավաքենք, ասենք 5-ից 10% ձայն, որևէ ուժ չունենա 50% ձայն, ու մենք կարանանք տենց անենք, որ մենք լինենք վարչապետը, մենք կազմենք կառավարություն։ Մենք փաստացի, եթե դա հաջողվեց մեզ, մենք դառնում է այն քաղաքական ուժն ենք, որ բոլորին իրար չսիրող ուժերին, այն որ իրար սաղորը քխ են անում, իրաց բոլորին միավորել ենք։ Այդ ուժն է, որ բաների, ճգնաժամերի, պատերազմների ժամանակ ամենաշատը կարա աշխատելով մյուս քաղաքական ուժերի հետ, միավորելով այդ քաղաքական ուժերի ներուժը, հայ ազգի ներուժը, այդ մարտահրավերներին դիմագրավի, որովհետև այլապես այդ ձեր ասած բաները, որը սենց թե նենց կարա լինի, ոչ մեկս ձերբազատված չենք, չէ՞, թե իշխանության պահպանման դեպքում, թե փոփոխության դեպքում, էլի դառնալու է, որ ոնց որ բան է, էլի կուսակցությունը մենակ իրանք են տենց պատասխանատու այդ կռվի համար, էլի։ Մեր շարքերում շատ մարդիկ կան, ովքեր որ բավականին շատ փորձ ունեն տարբեր ոլորտներում, թե ռազմական ոլորտում, թե տեխնոլոգիական ոլորտում, թե դիվանագիտական ոլորտում, մենք ունենք այդ մարդիկ ու կադրերը, էլի։ Ու մենք հաստատ կարամ ասեմ, որ պատասխանատու ձևով դա անելու ենք, բայց ոչ թե դա տենց վերցնելու ենք, որ բոլորին դեմեմ նա պատասխանատու Հայաստանի պատերազմի համար միայն, այլ մենք, քանի որ մեր իշխանությունը ձևավորելու ենք, ստանալով նաև պայմանական այսօրվա իշխանության ու ընդդիմության աջակցությունը, իրանք գալու են մեզ քվեարկեն։ Մենք այդ կռվի ժամանակ հաստատ իրանք քամելու ենք մինչև վերջ, որ այդ կռիվը պատվով անենք։
Էս է լինելու մեր ծրագիրը։ Էլի հարց։ Հա, եթե չանցնենք իմասով, նայեք, եթե չանցնենք, այսպես է, մեր քաղաքական ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր որ նոր են մուտք գործել քաղաքականություն, կամ նախկինում մուտք էին գործել ու հիմա եւս քաղաքականությունում էին, շատերը ունեն ըմբռնում, որ իրանք շարունակելու են քաղաքական կարիերան իրենց։ Թե ինչ ֆորմատով, թե ոնց, այդ ոչ մեկ չգիտի այս պահին, մենք հələ ասում է առուն չթռած այդ հարցերը չենք քննարկում։ Իմ ասով էլ կարամ անձնապես ասեմ, որ ես ինքս դուրս եմ եկել հավես տեխնոլոգիական ոլորտից, հա, որտեղ sense միջոցառումներ որ անում էինք, ավելի շատ էինք ուրախանում, գործը շատ ավելի բաներ, բիզնես էր, լավ էր եւ այլն, դուրս եմ եկել, որտեղ ինձ այստեղ ինձ տեսնում եմ օգտակար ու ես մնալու եմ քաղաքականություն։ Հաջորդ հարցի համար Տիգրան Ղալայան։ Իմ առաջի հարցը պարոն Գյուղեղյանին է, երկրորդ հարցը արդեն Սարդ Մարթուն։ Պարոն Գյուղեղյան, ինչպես հայտնի է, ձեր կուսակցության վարչապետի թեկնածուն Տիկին Նինա Կարապետյանցն է եւ դուք միավորվել եք, այսպես ասած, նժար սահմանադրական շարժման հետ, եւ սակայն այդ նժար սահմանադրական շարժման հիմնադիրներից է նաեւ Արտաշես Իկոնոմովը, ով հայտնի է իր բիզնես կապերով Ռուսաստանում, ինչպես նաեւ վերջերս հայտնի է դարձել, որ նա ժամանակին ֆինանսավորել է նաև ազգային ժողովրդական բևեռ կուսակցությանը, արդյոք խնդրահարույց չեք համարում այդ մարդու կապերը, բիզնես կապերը Ռուսաստանում, եւ երկրորդ հարցը Սարդ Մարթուն, չեք պլանավորում արդյոք ապագայում իրականացնել յուղ վառելու եւ կուտ տալու ակցիաներ, եւ ինչ մակարդակի վրա են ձեր ներկայիս հարաբերությունները Մերի Ջեյնի հետ։ Շնորհակալություն։ Ես ասեմ, նայեք, մենք նժարի հետ այո միացել ենք, միավորվել ենք, ու Նինա Կարապետյանցը մեր վարչապետի թեկնածուն է, Արտաշես Իկոնոմովը իդեպ մեր շարժման անդամ չէ, այսինքն այդ մասով ոնց որ լավ կլներ մի օր իրան կանչեիք այդ հարցերին պատասխաներ, ես մանրամասները չեմ տիրապետում, ես ճանաչում եմ Արտաշես Իկոնոմովին, մենք ծանոթացել ենք այդ process-ներում, բոլորովին վերջերս, հա, նայեք, մեր կուսակցության ֆինանսավորումը ի տարբերություն իդեպ շատ կուսակցությունների բաց հրապարակային է, ու ոչ թե հրապարակային է բան այն հաշվետվության օրը երբ էր 13-ին, օքեյ 13-ին բանը մուտք անենք դատարկ բան, որտեղ նոր օրինակ մի հատ կուսակցության առաջնորդ էր խոսում, 4 տարի թե 5 տարի հաշվետվություն են տվել, դատարկ թուղթ են տվել, այսինքն հաշվետվությունը ֆիզիկապես տրված է, բայց ոնց որ այդ PDF-ը touch են արել դատարկ։ Մենք ինչ ենք արել մեր դեպքում։ Մենք փաստացի մինչև կուսակցություն հիմնելը, քանի որ Հայաստանում ֆորմատ չկա, երբ որ դու կուսակցություն չես, բա այդ ո՞նց հիմնես այդ կուսակցությունը, որտեղ կուսակցություն հիմնելը ենթադրում է ծախսեր։ Հա, մենք ինչ էինք արել, ասում եմ ստանդարտ հայկական ՀԿ էինք բացել, որի անունը բոլորին դեմ էր։ Իդեպ հատուկ անուն դրել էինք բոլորին դեմ եմ, որ հանգարց ուրիշը նման անունով բան ընթացքում չբացի, որտեղ եթե բացատրել մեր կուսակցությունը չէին գրանցելու։ Ու այդ ՀԿ-ով սկսել էինք մեր գործունեությունը, այսինքն մարդիկ բաժանորդագրվում էին, մեզ ամսական 3000 դրամ էին տալիս, հա իդե բաժանորդագրվել է, ասացի, հիշեցի, մենք գիտեք, չէ, Instagram, TikTok, Facebook բան տես բաներ ունենք, եթե ուզում եք follow տվեք, էլի։ Մերսի։ Այս ձեռի հետ էլի։ Հա, մարդիկ բաժանորդագրվում էին, ամսական 3000 դրամ էին մեզ վճարում, մնացած ծախսերն մեր անդամներով էինք փակում։ Մենք հունվար ամսից սկսած, այդ ՀԿ-ն դեկտեմբերի, ասենք 25-ին ենք բացել։ Հունվար ամսվանից սկսած ամեն ամիս մեր Facebook-յան էջում, նու առաջինը 2 ամիսը իրար հետ ենք հրապարակել, ամեն ամիս մեր եկամուտները, այսպես ասած նվիրատվությունները եւ ծախսերը հրապարակել ենք։ Ու չենք նայ որ կարայինք դա չանեինք, որտեվ դա ՀԿ-ին էր վերաբերվում։ Կուսակցությունով բոլորին դեմեմով հրապարակել ենք, որտեղ եղել է ՀԿ-ի եկամուտներ ու ծախսեր, որ մտնեք կտենակ։ Այնտեղ թե մեծ ֆինանսավորողները կան, թե մեր ծախսերի ուղղությունները կան, մարդիկ հարցեր էին տալի, բան եւ այլն եւ այլն։ Հիմա նույն ձև շարունակել ենք, իդեպ այս մի քանի օրվա ընթացքում արդեն ապրիլը կդնենք։ Հա, էդ էլ կլինի։ Ու մենք երբ որ դնենք ապրիլը, ոչ թե դա մենակ լինելու է կուսակցության ծախսերն ու բան, այլ ՀԿ կուսակցություն։ Իրար հետ մենք տալիս ենք։ Մենք պայմանական հաշվում ենք, որ այդ ՀԿ-ն որ կա, դա իրականում այս քաղաքական գործունեության մասը ինչ որ առումով եղել, որտեվ երբ որ իրավունք չունեինք, ՀԿ-ով էինք անում։ Այսինքն այդ մասով թե Արտաշես Իկոնոմովը դրսի հետ ինչ կապեր ունի, ֆինանսավորել է, չի ֆինանսավորել, եթե ինչ որ կուսակցության ֆինանսավորել է, եթե թողենք մի կողմ մեր անձնական բաները, վատ բան չի կուսակցությանը ֆինանսավորել։ Ես ձեզ խորհուրդ կտամ, դուք
այն պահին, երբ որ կկողմնորոշվեք, թե որ ուժն է ձեր համար ձեր սրտին մոտիկ, ձեր մտքերը արտահայտում, ու կունենաք համապատասխան հնարավորություններ այդ կուսակցություններին ֆինանսավորեք, որովհետև կուսակցությունը այդ բիզնես չի, որ պետք է դրա տերը փողը դնի, մարդիկ գան գործանեն։ Այտենց չի կուսակցությունը։ Կուսակցությունը նրա մասին է, որ որոշ մարդիկ հավաքվել են իրենց գաղափարն են գեներացրել, ու այդ գաղափարի իրականացման համար պետք են միջոցներ։ Եթե այդ միջոցները գնա գտնի ինչ-որ 1-2 բիզնեսմեններից, այդ գաղափարը ընթացքում կսկսվի շեղվել։ Դեռ ուրիշ բան է դառնում։ Բայց եթե պայմանական այս դահլիճում 200 հոգի եք, 200 հոգով մարդը 5000 դրամ տակ, այդ գաղափարը շատ հավանականությամբ հենց նույն ձև կգնա առաջ։ Հա, որովհետև ինքը կախված չի որևէ մեկից։ Ինքը ձեզնից բոլորից է կախված։ Իսկ Հայաստանում կուսակցությունը բիզնես է, էլի մեկը բացում է, փողը դնում է, գործի ընդունում, փողը բրծնում է, ազատում է գործից։ Էդ է, վերջնահաշվարկը յա տալիս է, յա չէ, ես չգիտեմ։ Ասածս էնա, այդ ամենակարևոր կտորներից է, որ դուք հիմիկվանից, ոնց որ ասում է, մի կողմ թողենք էլի ընդհանրապես բոլորին դեմ եմ, որպես քաղաքացի, երբ որ դուք էլ այսօր եկել եք ու ոնց հասկանում եմ, միշտ էլ ինչ որ քաղաքական նման բաներով հետաքրքրված եք, ինչը շատ գովելի է, էլի։ Երբ որ ինչ որ գաղափարներ ձեզ դուր կգա, գնացեք, փորձեք ձեր նախընտրելի կուսակցություններին ֆինանսավորել։ Եթե ձեզ ասեն փող պետք չի, որովհետև Պողոսը դնում է, մտածեք, արդյոք դա նորմալ կուսակցություն է, թե չէ։ Հա, որովհետև տենց չի լինում։ Եթե փող դնող կա մի հոգի, ուրեմն ինքն էլ ասում է ինչ անեն, խոշոր հաշվով։ Էսա, մնացած մասով Արտաշեսի հետ կապենք խոսակը։ Գայից հետո Mary Jane-ի հետ հարաբերությունները նոր սկսել։ Այդ կհասկանանք, Spider-Man-ի էջին հետևեք, նորություններին կիմանաք, Instagram-յան էջին։ Յուղ վառելու կուտալու ակցիայի վերաբերյալ լավ մտքեր է, եթե հասնենք անպայման կանենք, յուղ վառելը կարող է խնդիր է։ Մի քիչ տեխնիկական խնդիր առաջացնի անվտանգային յուղ վառելը, մենք աշխատում ենք, որպեսզի անվտանգություն հետ խնդիրներ չունենանք, բայց կուտալը լավն է, կմտածենք, մերսի։ Կուտալը բայց թեմա չի, որ խոսքի հիմա փողոցով քայլենք մեկին ասենք կուտ ենք տալի, ասենք կարող խնդիր առաջանա, էլի։ Կարող եք թե հարց տալ։ Ոնց որ դուք մեզ հիմա ոնց որ նենց բանի եք դրթում, որ մեր նկատմամբ բռնություն կիրառեն, հետո տեղավորցնեն, որ ճիշտ են արել։ Մենք դες բաներ դժվար էլի, հա, մտածել ենք, եթե ճիշտ ասեմ, հա, դες ցուցակ ունենք, սա գրած է խոսքի, էլի։ Հանգիստ տեղներդ նստելու ակցիա բան։ Հա։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Սուսաննա Բեկթաշյան։ Բարև ձեզ, ես Բեկթաշյան Սուսաննան եմ, Լոռու մարզի Շնող համայնքից։ Հարցս հետևյալն է, ինչպես եք համոզում մարդկանց, որ բոլորին դեմ լինելը պարզապես բողոքական կամ պոպուլիստական դիրքավորում չէ, այլ հստակ քաղաքական ծրագիր, որը կարող է բերել ձեր նշած փոփոխություններին, քանի որ ընտրությունների ժամանակ այն կարող է ընկալվել ոչ թե որպես լիարժեք քաղաքական ուժ, այլ պարզապես բոլորին դեմ լինելու տարբերակ։ Շնորհակալություն։ Նայեք, այն պահից, որ մենք ստեղծվել ենք, այդ հունվար ամիսը, որ նշեցի, այդ օրվանից սկսած մեր քաղաքական ծրագիրը, օրակարգը հրապարակված է եղել։ Այսինքն մենք սենց այդ օրակարգը սենց դոկումենտի մեջ դրել ենք, կայքում դրել ենք, հրապարակել ենք, հռչակագիրը գրել ենք, ամեն ինչի տակ ստորագրել ենք, մեզի կապել ենք այդ օրակարգից ու մենակ այդ ենք անում։ Այսինքն այդ իմաստով մենք հստակ որևէ բան չունենք։ Ինչ վերաբերվում է բոլորին դեմ եմ արդյոք զուտ բողոքի բան չի, տեսեք, բոլորին դեմ քաղաքացին ինքը մինչև չէր գալի ընտրության, չէ՞, որտեղ եթե ինքը բոլորին դեմ է, չի գնում ընտրության։ Եթե այդ մարդը որոշել է 26 թվականին գալ ընտրության ու մենք դա ենք տարածում, որ դու 21 թվին եթե չես գնացել ընտրության, էլի լավ չի, որ չես գնում ընտրության, բայց եթե դու բոլորին դեմ ես, խոշոր հաշվով, հա, իմաստ չկար քո գնալը։ Երբ որ ստեղծվել է բոլորին դեմ կուսակցությունը, ու երբ որ մեզ գրանցել են պետրեգիստրում, հետո կենտրոնական ընտրական հանձնաժողով, մեզ տվել են համար 2 քվյաթերթիկը, այդ օրվանից սկսած արդեն վերականգնվել է նման մարդկանց ընտրության գնալու մոտիվացիան։ Ու այդ մարդիկ, երբ որ գան ընտրության մեզ ընտրեն, դա լրիվ նորմալ է, որտեվ դա մեր կուսակցության կոպիտ ասած մարդիկ են, որտեվ մենք, երբ որ ընտրվենք, չենք մնալու 5 տարի կառավարենք։ Իրանք մեր բոլորին դեմեմի համար են գալու, ու դա նորմալ է։ Ոնց որ տեսեք, շատ է, չէ, ասենք մեր ընտրություններում գնում այդ ներկա նախկին ինչ որ բևեռացում, արևմուտք Ռուսաստան բևեռացում։ Այդ բևեռացումը կա, ու այս քաղաքական ուժերը ոնց են դասավորվում, էլի։ Պայմանական ասենք մի երկու հատ ուժ այս կողմից է մեծ ուժ, մի երկու հատ ուժ այս կողմից է մեծ ուժ, այն պուճուրները սենց արագ-արագ տպ
դասավորվում են այս խրամատներում, չէ՞, ասենք, որտեղ որ մի բան հայտարարում են այն մյուսին հակառակ, մի անգամից գցում եք ընդե, չէ՞։ Այտենց եք, մարդիկ այտենց են, չէ՞ մտածում, որ մեկն էս մի հատ բան ասում, որ ասես ջոգում ես, որ էսի հակա ԿՊ-ա, խփում ես, ասում ես, սրանք գցեք են ուժեղ Հայաստանի բանը, Զամբյուղի մեջ։ Ճիշտ է։ Երբ որ ստեղծվեց բոլորին դեմ եմ, այդ պայից սկսած առաջացավ մի հատ ոնց որ ուժ, որ չկա թե։ Հասկանում ես, որովհետև մարդկանց եթե 30-40%-ը չեն գնում ընտրության կամ ասում են, որ իրանք բոլորին դեմ են, իրանք չեն կարա տեղավորվեն այդ խրամատներում իրար դեմ կռվող։ Մենք բացել ենք նոր ֆրոնտ, այսպես ասած։ Մենք այդտեղ ենք դիրքավորվում, մենք չենք կարող դե դիրքավորենք կամ ընդե դիրքավորենք, էլի։ Մենք չենք կարող խոսքի բանը ԿՊ-ին այսքան դեմ լնենք, ուժեղ Հայաստանին այսքան դեմ լնենք։ Մենք բոլորին դեմ ենք։ Ու այդ մարդիկ մեր մարդիկ են։ Շնորհակալություն Գոռ Հակոբյան։ Շնորհակալ եմ շատ։ Հարցս հետևյալն է, թե ներկայիս իշխանությանը քննադատելուց հետո ընդհանրապես մտածել եք, թե նույն իրավիճակում դուք ինչ կանեիք։ Շնորհակալ եմ։ Որ իրավիճակի մասին է խոսքը կոնկրետ։ Ընդհանրապես իշխանության տարիներին առաջացող խնդիրներին, երբ որ շատ մեծ մասը քննադատություններ է արձակում դեպի իշխանությանը, նույն իրավիճակում դուք ինչ կանեիք կամ ինչ քայլեր կձեռնարկեիք ընդհանրապես այդ խոսակցություններից զերծ մնալու համար։ Նայեք, ես sense եմ կարծում։ Երբ որ դու իշխանություն ես ստանձնում, չեն կարա քեզ չքննադատեն, ու դա նորմալ է։ Քեզ պարտադիր քննադատելու են, քո գործը այն պետք է լինի, որ մաքսիմում քո հնարավորությունների աշխատես, որպեսզի ցույց տաս այն արդյունքը, ինչի համար դու եկել ես։ Երբ որ քեզ քննադատում են նրա համար, որ դու խոստացել ես մի բան ու կատեգորիկ անում ես այլ բան, այդ քննադատությունը նորմալ է։ Թե ես ինչ քայլ կձեռնարկեի, ես ճիշտ ասած այդ իրավիճակում չեմ հայտնվել, բայց մինիմում բանը, որ պետք է անել, առաջի հերթին պետք է քո սխալները ընդունել, որովհետև երբ որ դու չես ընդունում քո սխալները, դու չես կարող ուղղվես։ Բան կար, մի հատ հիմա որ ասեմ օրինակը կասեն Ռուսամետա, մի հատ Ռուսաստանի հավաքականի մարզիչ կար, որ աշխարհի ինչ որ մի առաջնությանը ռուսները տենց պրավալ էին տվել, սա խաղերը կրվել էին, հա, ու ինքը պատմում էր, ասում էր տենց գնացել էինք հանդերձարան, ֆուտբոլիստների հետ խոսում էինք, ասում է հասկացանք, որ եթե մենք չընդունենք, որ մենք շատ վատն ենք այդ պահին, երբեք լավ ֆուտբոլ չենք խաղում ենք։ Երբեք։ Չնայած իրաց մոտ հետո չստացվեց դա անել, բայց կապ չունի։ Երբ որ դու չես գիտակցում, որ դու սխալ ես գործել, դու չես կարող դա ուղղես։ Երբ որ դու ամեն գնով քո գործած սխալները արդարացնում ես, դու երբեք չես կարող ուղղվես։ Ամենակարևոր բանը, իսկ սխալվել միշտ լինելու է։ Չես կարող չսխալվես, հատկապես եթե դու իշխանության ես, որովհետև իշխանությունը դուք պատկերացնում եք, չէ՞, այդ ինչա, ասենք ամբողջ մի հատ ազգի, ամբողջ մի հատ երկրի համար պատասխանատու ես, չի կարող սխալներ չլինի։ Դուք անձամբ չսխալվեք, ձեր թիմի անդամներից մեկը կսխալվի կամ ինչ որ մի հատ գյուղում մի հատ դպրոցի ուսուցչուհի կսխալվի, որը էլի քեզ է գալի։ Հա, այստեղ խնդիրը այն է, դու արդյոք էդի հասկանում ես, որ էդի սխալ է, գիտակցում ես, ընդունում ես ու աշխատում ես դա ուղղելու վրա։ Ես որպես այդպեսին այդպես կանեի։ Եթե խոսում ենք ինչ որ էական սխալների մասին, այդ պետքա մտածենք, էլի, բայց կարճ պատասխանս էդ էր։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Վոլոդիա Գրիգորյան։ Նախ եւ առաջ ցանկանում եմ ողջունել ձեզ, ես Գրիգորյան Վալոդյան եմ, քաղաք Արմավիրից եւ սովորում եմ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում։ Ինչպես արդեն բոլորիս քաշ ծանոթ է, դուք ձեր քաղաքական մասնակիցներին ներկայացնում եք Marvel-ի հերոսների կերպարներով եւ հատկապես Spider-Man-ի եւ եթե դուք անցնեք արտաքին քաղաքականություն, այնտեղ եւս պատրաստվում եք պահպանել այս ոճը եւ չեք կարծում, որ դա մի փոքր կարող է ոչ լուրջ ձևով ներկայացվել, այսպես ասած, հետևող դաշտին, հա, Հայաստանին։ Շնորհակալություն, այդ ոչ լուրջի հետ կապված կարծում եմ պատասխանեցի արդեն, այսինքն մենք հիմա ոչ մի անլուրջ բան չենք անում, մեր կողմից սա կարևոր կամքի դրսևորում է, որը որևէ ուժ չի անում։ Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականության մեջ Marvel-ի սուպերհերոսներին խառնելը, ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ քաղաքական ուժ այն ձևով, որ հիմա քարոզչություն է անելու, այդ չի նշանակում, որ ինքը այդ նույն ձև վաղը երկիրը կառավարելու է։ Հա? Մենք ընտրել ենք այս ձևաչափը, որովհետև ոնց որ մեզ պետք էր շատ կարևոր էր մի քանի խնդիր լուծել։ Առաջինը, որ մեր մասին իմանան,
Երկրորդ, այսպես ասած, ես մի քիչ կատակով եմ ասում, մեր ուժի ցուցադրություն անենք, ցույց տալով մեր հետևում կանգնած ուժերին։ Հիմա բոլորինը խոսում են, չէ՞, սրա հետևը Ռուսաստանն է, Եվրոպան է, մերն էլ սուպերհերոսներն են, որ էլ հարց չլինի, այդ հարցերը փակել ենք, էլի։ Հիմա երբ որ արդեն լինի կառավարման հարց, ոնց որ նենց չի, էլի սուպերհերոսները մեզ այդտեղ օգնելու են, էլի, եկեք իրար հետ անկեղծ լինենք, ասում է։ Մենք այդ ժամանակ անցնելու ենք գործի, ամեն օր աշխատելու ենք, որպեսզի պատասխանատու ձևով երկիրը կառավարենք, այդ ենք անելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Սուրեն Ավագյան։ Ավագյան Սուրեն, Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժանից կուզենամ երկու հարց դիմել։ Կա մեծամասնության մեխանիզմի չեղարկմամբ, անցումային շեմի իջեցմամբ եւ երկրորդ փուլի բացառմամբ դուք դաշտում բացում եք տասնյակ մանր կուսակցությունների առաջ դռները եւ 30 օրվա ընթացքում ավելի քան 100-ից ավել ուժերը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ, մենք ստիպված ենք լինելու անվերջ ընտրությունների գնալ։ Չեք կարծում, որ այս ընտրական կարուսելների մեջ քաղաքացիների լիակատար հիասթափություն կապրեն եւ ընտրություններից կզզվեն, այսպես ասեմ, կարող եք մեկնաբանել։ Հա, մերսի հարցի համար։ Տեսեք, իրականությունը նրա մասին է, որ այդ անվերջ ընտրություններ, որ ասում եք, էլի ոնց որ ասում են 100 ուժ կանցնի, դա իրար նման իրականությունների մասին է, դա տեսության մասին է, որը հողի վրա տես չի լինում։ Երկրորդ բանը հետեւյալն է, նայեք։ Նաև իմ փորձից էլի ասեմ, ես աշխատել եմ մեծ IT ընկերություններում, IT ընկերությունների հիմնադիր եմ եղել, ու այդ ընկերությունները այնպես չի, էլի միշտ դզված են եղել։ Եղել է ժամանակ, որ ունեցել ենք ճգնաժամեր, եղել են ժամանակ, որ ունեցել ենք լավ ժամանակներ։ Երբ որ դու ճգնաժամ ես ունենում, հա, այդ ճգնաժամը չի կարելի, ասենց ինչ որ սիրուն փաթեթավորել, որ ճգնաժամ չի։ Ոչ մեկին չասենք չիմանան։ Հա։ Հիմա երբ որ Հայաստանում լինի իրավիճակ, որ պայմանական 15-20% հավաքած ուժը երկրորդ փուլում 52-ով գալիս է երկիրը կառավարելու, այդ ճգնաժամը է իրականում, բայց փաթեթավորումով ոչ։ Ես ոնց որ նշեցի, դու առաջինը պետք է քո սխալը ընդունես։ Ճգնաժամը չի կարելի թաքցնել։ Քո քաղաքացիներից չի կարելի թաքցնել։ Երբ որ կլինի ճգնաժամ Հայաստանում, պայմանական քաղաքական ուժերը չեն կարողանա իրար հետ լեզու գտնել, որպեսզի կառավարություն ձևավորեն։ Դա շատ վատ է, բայց դա է իրականությունը։ Մենք որոշել ենք ժողովրդին չխաբել ինչ որ սին բաներով, էլի։ Այսինքն մենք ցույց ենք տալու, որ դա կա, իսկ ժողովուրդն է կարողանալու է դրան գնահատական տա, որովհետև դուք նայելով հասկանալու եք, որ արա այս ճգնաժամը ինչի պատճառով է, որովհետև պայմանական մի հատ 40%-անոց ուժ, հոսքի մի հատ 10%-անոց ուժին չի ուզում մի հատ ավել նախարարի ընդամենը պորտֆել տա, որ իրար հետ կարողանան կառավարեն, չէ՞։ Ինչ որ մարդկանց համար այդ 40%-անոցի քայլը անադեկվատ կլինի, հաջորդ արտահերտ ընտրությունների չի ընտրի։ Ինչ որներին էլ նրանը կլինի անադեկվատ, հասկանում եք։ Այսինքն թե չէ այս վիճակը, որ գանք այս առաջի երկուսին առաջ բրթենք ով լինի, այդ ձև չի։ Եթե դուք գիտեք, օրինակ սահմանադրության մի հատ sense կետ կա, գիտեք ոնց են ընտրում նախագահին։ Հա? Նախագահին։ Մենք նախագահ ունենք իդեպ, եթե չգիտեք։ Նախագահ կա։ Հա։ Գիտեք ոնց են ընտրում նախագահին։ Մարդ կա, որ գիտի։ Կասեք։ Հա, ինչ մեխանիզմով։ Չէ, մեխանիզմը ընտրելու։ Այս մեխանիզմը ո՞րն է ձեր բարձրացնելու կամ քվեարկելու։ Ասեմ, լավ։ Մեխանիզմը սենց է գրած։ Ուրեմն, առաջին անգամ ընտրում են 2/3-ով։ Այսինքն խորհրդարանի 2/3-ը պետքա կողմ լինի, որ նախագահան ընտրվի։ Դե նախագահան, ինչպես գիտեք, անկուսակցական պետքա լինի։ Եթե 2/3-ով չի ընտրվում նախագահան, հաջորդը պետքա ընտրվի 3/3-ով, այսինքն 67% էր, հիմա իջավ 60%։ Այսինքն նախագահան մի հատ չընտրեցին, մի շաբաթ հետո նորից են քվեարկում արդեն 60%-ով։ Եթե դա էլ չի լինում, ընտրվում է պարզ մեծամասնությամբ 51%-ով։ Պատկերացրեք դուք ունեք 51%, չէ՞, որտեվ կայուն մեծամասնությունը ենթադրում է, որ հաստատ կա ուժ, որ ունի այդ տոկոսը։ Կյանքում ինքը գժվել է գնա 67%-ով ընտրի, երկու անգամ չի ընտրի, երրորդին իր ուզածին կբերի կդնի նախագահ։ Այսինքն մեխանիզմը հենց է սարքած, որ հանգարց այնպես չլինի, էլի, որ այս երկիրը տեր չունենա, մեկին պետք է դնենք տեր։ Հա։ Մենք այդ չենք առաջարկում, մենք առաջարկում ենք այդ տերը փրկի չէ, դա լավ բան չի, ժողովուրդ։ Մենք ասում ենք համակարգ թող լինի, թող ուժերը սկսեն իրար հետ համագործակցել, աշխատել, որովհետև այսօրվա համակարգում հենա դուք եք տեսնում խոսույթները, իրար ինչ ասես ասում են, այդ ձեզ դուր չի գալի, չէ՞, հաստատ։ Վստահ եմ, որ որևէ մարդու դա դուր չի գալի։ Հա։
Այդ ուժերը դուք պատկերացնում եք վաղ խորհրդարանում կարան ինչ որ հարցի շուրջ, որը պայմանական բոլորի համար պետք է ընդունելի լիներ, համագործակցեն, ձև չկա։ Հա, որովհետև կռիվը նրա համար է ով դառնա ղեկավար, որ մյուսին 5 տարի տանջի։ Հանգարց մի օր հեղափոխություն կլինի, եթե գիտեք Հայաստանում երբեք իշխանություն չի փոխվել ընտրություններով։ Երբեք չի եղել, որ մարդ գնա քվեարկի, ինչ որ բան փոխվի։ Հայաստանում իշխանություն փոխվել է հեղաշրջումներով, իրար փոխանցելով, հեղափոխությունով։ Ճիշտ է։ Դե բան, ներքին պալատական հեղաշրջում էին ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց։ Հիմա չգիտեմ։ Այդ վաղ ես դեզնից փոքր էի։ Հա, էս է եղել։ Ավելին ասեմ, այդ հեղափոխությունները ամենաշատ իրանց մաշկի վրա զգալու եք դուք։ Ոնց որ 18-ին դրանից առաջ կոպիտ ասած ծեծնել եք դուք ուտելու, բաննել եք դուք կրելու, ու այնպես չի դուք եք դառնալու իշխանություն, չէ՞։ Հիմա մենք հենց այդ ենք առաջարկում, ասում ենք ժողովուրդ, չեք ուզում տենց լինի։ Ուրեմն պետք է գնալ ընտրության ու մեր համակարգային փոփոխության։ Մենք պայմանական ասած այդ հեղափոխությունը անում ենք ընտրության միջոցով, առանց ձեզ տանջելու, խփելու, ծեծելու։ Նու էդի մենք չէինք անելու, էլի համապատասխան մարմինները։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Աշոտ Նալբանդյան։ Բարև ձեզ, ես Աշոտ Նալբանդյանն եմ, արձակային միջնակարգ դպրոցից։ Իմ հարցը վերաբերվում է կուսակցության ստեղծման նախադրյալներին ու այն շարժիչ ուժին, որը ձեզ ոգեշնչում է այս բարդ քաղաքական իրավիճակում, չէ՞ որ կան ավելի մեծ զարգացած քաղաքական ուժեր, կուսակցություններ, ինչն է ձեզ ոգեշնչում ուժ տալիս, որ դուք շարունակեք այս ամենը ու նույնիսկ եթե դուք ընտրվեք այդ սցենարով կարա հեղաշրջում լինի, չէ՞, հեղափոխություն, արդյոք դուք պատրաստ եք այդ հեղափոխությանը ու ինչ քայլեր կձեռնարկեք, եթե հեղաշրջում լինի ու պարտադրեն, որ դուք թողնեք իշխանությունը նույնիսկ 30-րդ օրը։ Շնորհակալ եմ։ Հա, մի քիչ այդ մասերը չհասկացա, բայց եկեք սկսեմ պատասխանել, դուք բան կանեք, էլի, եթե ինչ որ բան մնա, կասեք։ Նախ այն գնահատականը, որ բանը տենց լուրջ քաղաքական կուսակցություններ միավորներ կան, շատ չափազանցված է իմ համար, էլի, որովհետև քաղաքական կուսակցությունը, ինչպես նշեցի, դա մարդկանց միավորում է իրար հետ գաղափար իրականացնելու։ Այսինքն դուք այդ գաղափարից դες դուր գալի գնում միավորվում եք իրար հետ։ Միավորվելու ձև է կուսակցությունը, պայմանական, որ ես ու դուք իրար հետ մի բան իրար հետ անենք, որը երկուսիս համար ընդունելի է ու դրան գնում ենք։ Այդ որ կուսակցությունն է, տենց։ Հա, կուսակցությունները հիմնականում բանը, այտենց բիզնեսի պես է, էլի, մեկը կա, ասում եմ, փողը դնում է, մնացած գալի անում են, փողը պրծնում է, չեն անում։ Այսինքն այդ իմաստով ես չեմ կարծում, որ մենք այտենց հենց քաղաքական իմաստով մենք բավականին առաջ ենք։ Ես չեմ խոսում փողի իմաստով, մեր մասին իմանալու իմաստով, աջակիցների իմաստով։ Ես խոսում եմ քաղաքական որպես կուսակցություն, ես կարծում եմ մենք շատ կայացած կուսակցություն ենք, մեր մոտ միշտ տարբեր մտքեր ասվում են, մարդիկ իրար տարբեր հարցերում վիճում են, խոսում են, քննարկում են ու որոշումները այդպես են ընդունվում։ Մենք մեր ցուցակը հանրային ձևով ենք ձևավորել, այսինքն մենք, ես կարծում եմ, այդ իմաստով կայացած, չասեմ էլի, տենց գմփստնում ենք բրյամ, բայց նորմալ կուսակցություն ենք։ Տենց կուսակցություններ Հայաստանում շատ քիչ են։ Ու մեր նպատակն էր նաև ոչ թե այս պրոյեկտով միայն անել մեր օրակարգը, այլ բերել այս նոր մշակույթը, որովհետև այդ մշակույթի պակասը շատ կա։ Հա, իսկ այդ մնացած հեղաշրջում բան, այդ մասերը ես լավ չհասկացա, ես որ նշում էի, որ սա գործիք է, այսպես ասած, հեղափոխություն առանց փողոց փակելով, սա ուղղակի ոնց որ ասած բան էր, գրոտեսկ էր, էլի, հա, որ մենք առաջարկում ենք փոփոխություններ, որը խոշոր հաշվով կարելի էր այլ ձևերով էլ անել, բայց ընտրել ենք ընտրության միջոցը, որտեղ սա համարել ենք ամենահնարավոր հավանական ձևաչափը այս գործը անելու, իսկ անելուց հետո այտենց հեղաշրջում բան, այտենց հարցերին մենք լուրջ չենք վերաբերվում, որովհետև մենք միանշանակ մեր օրակարգը մինչև վերջ կատարելու ենք վստահորեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Ջանջուղազյան Լուսինե։ Բարև ձեզ, Լուսինե Ջանջուղազյան, Ռուս հայկական համալսարանից։ Հարցս հետևյալն է. ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները ձևավորում են ընտրություններից անմիջապես առաջ ու հենց ընտրությունները ավարտելուց հետո, եթե չեն անցնում, մեծամասամբ չեն անցնում, էլի լուծարվում են ու քաղաքականությամբ հետագա տարիներին չեն զբաղվում ընդհանրապես։ Ու այդ process-ը այսինքն նորից կրկնվում է հաջորդ ընտրությունների ընթացքում։
Շնորհակալություն, շատ լավ հարց եք տվել։ Իրականում հիմնականում հետո չեն փակվում, այսինքն բացվում են, բայց չեն փակվում։ Խի, որտեվ էլի ձեզ նորություններ ասեմ, էլի ես չգիտեմ էսի ոնց որ տենց կարելի է ասել թե չէ, բայց իրականությունը ձեզ ասեմ իմանաք։ Այդ շատ կուսակցություններ կան Հայաստանում, այդ 100 քանի բան կա, տենց արտահայտություններ կա, ասում են պեչատ ունեմ բանի, կուսակցության պեչատ ունեմ։ Ձեզ մի հատ տենց զավեշտալի դրվագ պատմեմ, երբ որ մենք բոլորին դեմեմն էինք սկսում, շատ լուրջ մտահոգություն ունեինք, որ մեզ կարողա չգրանցեն։ Այսինքն մենք, որտեվ այդ կուսակցություն բացելը իրականում շատ բարդ process է։ Մարդիկ Հայաստանում չեն ուզում կուսակցական լինեն հասկանալի պատճառներով, իսկ դու որպեսզի կուսակցություն բացես, պետք է 300 հիմնադիր անդամ ունենաս, որ գան սենց նստեն ու ասեն օքեյ ենք, հիմնադրեք էդի։ Էդի բավականին բարդ բան է, ասենք։ Ու մենք երկու տարբերակ ունենք, ասես մտածում ենք, ասում ենք, օրեսի կարող պետք է տենց թաքուն բանը հայտարարությունը տանք, չասենք, որ հանգարց չմտածեն, որ տանենք թաքուն թղթերը գրանցենք, հետո հասկացանք, որ դրանով ընդհանրապես հնարավոր չէր լինի։ Դրա համար մենք մեր կուսակցություն դրեցինք հանրային բացեցինք, այսինքն հանրային հայտարարեցինք, մարդիկ մտնում ֆորմ էին լրացնում, դառնում էին կուսակցության հիմնադիր։ Ու այդ օրը գալիս էին ժողովի դառան հիմնադիր, հա։ Դրանից հետո հիմնականում չեն փակվում, որովհետև խի, այդ դեպքը հստակ պատմեմ։ Մենք մի հատ ուրիշ տարբերակ էինք մտածում, մեր ընկերներից մեկն էր հուշել, որ եթե չգրանցեն, ապա հասկանանք ինչ որ մի հատ կուսակցության հետ խոսանք, որ իրան անվանափոխենք։ Առնացնենք բոլորին դեմ, դա այնքանով է հեշտ, որ այդ դեպքում այդ 300 հոգու պահանջը չկա։ Այդ ժամանակվա համագումարը, չգիտեմ 100 հոգի պետք է լինի մաքսիմում։ Հա, ու տենց ինչ որ ծանոթներով բան, մի օր գնացել ենք մի հատ հանդիպման երկու մարդու հետ, ովքեր իրար հետ գումարային վերցրած 3 կուսակցություն ունեին։ Ու մենք տենց ոնց որ նոր մտած քաղաքականություն ասում ենք բարև ձեզ, ոնց որ sense պրոյեկտ ենք ուզում անենք, ձեզ կարող է հետաքրքիր է իրար հետ անենք բան, ու ասում ենք էլի, սա որպես պահեստային տարբերակ ենք դիտարկում։ Հա, ու երբ որ խոսակցությունը հասավ նրան, որ ոնց որ էդի ոնց որ ինչ որ թվի հարց է, հասկացաք ինչ եմ ասում, այսինքն ոնց որ այդ պեչատը փող արժի։ Հա, դրա համար չեն փակվում այդ կուսակցությունները։ Ես ընտրություններից առաջ էլ չգիտեմ, գիտեք թե չէ, մի քանի կուսակցություն, մեկը գնացել, մեկինը վերցրել, անվանափոխել է, այս արը այն արը, ես չգիտեմ իր ոնց է, ես չեմ ուզում այդտեղ գնահատական տամ, ես մեր դեպքն եմ ասում։ Այսինքն այդ կուսակցությունը պետք է, վաղը այդ կուսակցությունը ինչ որ մարդկանց թոշակա ապահովում։ Դա շատ վատ բան է։ Կոնկրետ բոլորին դեմեմը լրիվ ձեր ասած մոդելով է բացվել։ Բայց մենք ի տարբերություն մյուսների հստակ հենց այդ էլ ասում ենք, այո, մենք բացվել ենք ընտրություններից 6 ամիս առաջ, որ մեր օրակարգը իրականացնենք ու լուծարվենք։ Ինքը հենց այդ նպատակով է բացվել։ Իսկ իրականությանը վատ ենք վերաբերվում, որ այդպես է լինում։ Բայց այդտեղ ոնց որ երկու պատճառ կա։ Մեկը այն է, որ այդ մարդիկ սովորաբար չեն ունենում բավարար ֆինանսական միջոցներ, որ իրանք քաղաքականությամբ զբաղվեն ու կարողանան զուգահեռ ապրեն, հա։ Դրա համար այդ են անում, իսկ 6 ամիս առաջ դες մեջները զուտ մոտիվացիան է արթնանում, արա կարող է այս ընտրություններով մի բան լինի ու հիմնականում չի լինում։ Հա, ինչ է վատ է։ Այն ինչ որ մենք ենք առաջարկում, որ իշնի 1%, պայմանական կարող է մի հատ ուժ գա 2% հավաքի, ասենք 2-3 падգամավոր ունենա ազգային ժողովում։ Բայց այնքան էական չի ինքը այդ պահին 2-3 ունի, որտեվ այո, այդ 2-3-ը կարող է շատ որոշիչ չլինեն, բայց այնքան էական է, որ իրանք թե անձնապես են իրանք ամբողջ ժամանակը տրամադրելու քաղաքականությանը, թե նաև այդ կուսակցությունը որոշակի պետական ֆինանսավորում կստանա, այդտեղից կկարողանան օգտվել։ Այսինքն իրանք կկարողանան պայմանական հաջորդ ընտրություններին հավակնել էլ ավելի շատ ձայների։ Դրա համար է պետք էս։ Իսկ այսօրվա համակարգում դա դժվար է, ուղղակի դժվար է։ Էս է ձեր հարցի պատասխանը։ Հա, մեր դեպքում մենք այո, պետք է փակվենք, էլի ասում է։ Շնորհակալություն։ Բայց անելուց հետո Հովսեփ Սիմոնյան հաջորդ հարցի համար։ Շնորհակալություն, Հովսեփ Սիմոնյան, Գյումրու ակադեմիական վարժարան, որպես եզրափակիչ հարց կուզենայի իմանալ, թե ով է կումիրը ձեր կումիրը քաղաքական դաշտում եւ ով կամ ինչը մոտիվացրեց, որ դուք մտաք քաղաքականություն։ Ես կումիր չունեմ քաղաքական դաշտում, ցավոք սրտի կներեք, բայց իրոք չունեմ, էլի։ Ու այդ այդպես չի իմ մասին вообще մեծ կարծիք ունեմ դրանից, զուտ չունեմ։ Որտեվ ես նայեք այն բանին, որ մենք հիմա եկել ենք, ես կարծում եմ նաև այդ քաղաքական գործիչների ֆեյլի արդյունքում է։ Հա? Իսկ այդ ֆեյլ մենակ ֆեյլի արդյունքում է, էլի։
ինչ որ տենց շատ success բաներ չեմ տեսել ես այդ ամեն ինչի մեջ ու չունեմ տենց կումիր։ Իմ մոտիվացիան հետեւյալն է։ Ես երկար տարիներ, ինչպես նշեցի, IT ոլորտում եմ եղել, երկար տարիներ ռազմամարզական ոլորտում եմ եղել, ռազմարդյունաբերական ոլորտում եմ եղել, տարբեր ոլորտներում եմ եղել ու հասկացել եմ մի բան, որ այն փոփոխությունները, այն հարցերը, որոնք ես ուզում եմ լուծել, դրա համար կարևոր է ունենալ լծակներ։ Իսկ Հայաստանը, քանի որ այնպիսի երկիր չի, որտեղ ինստիտուտները այնքան կայացած են, որ դու դա կարանաս ինստիտուտների միջոցով անես։ Այսինքն դու պետք է ինստիտուտ կայացնես, որ հետո կարանաս այդ անես։ Ես որոշեցի մտնել քաղաքականություն, որպեսզի անմիջական ազդեցություն ունենամ այդ ամեն ինչի վրա։ Այսինքն իմ մոտիվացիան այն է, այն մտքերն ու գաղափարները, որ ես ունեմ, կարողանամ դրանք 100%-ով ռեալիզացնել։ Շնորհակալություն, սիրելի մասնակիցներ, եկեք շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին այսօրվա։ Ձեզ մերսի։